Մի երեխա լուր հետում է Երանի Սուրբ Սարգիս եկեղեցու դռանը, որտեղ հոգեհանգստի արարողությունը ցավը վերածել է խորհրդավոր լռության։ Նա փորձում է ներս մտնել, սակայն նրան սառնորեն մերժում են, կարծես այնտեղ գտնվելու իրավունք չունենար։ Մինչ որ մի տղամարդ նկատում է նրա հայացքը, մի ճմրթված թուղթ փոխում է այն ամենը, ինչ նա կարծում էր, թե գիտի իր իսկ ընտանիքի մասին։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Այդ ապրիլյան հինգշաբթի Երանն արթնացավ մռայլ։ Այնպիսի առավոտ էր, երբ թվում է, թե նույնիսկ առն է հանձնվում, դեռ չփորձած։ Քաղաքի կենտրոնում, ժամանակակից շենքերի մեջ սեպված հինավուրց եկեղեցում, լռությունը ծանրացել էր թաց բետոնի պես։ Չափազանց շատ սպիտակ ծաղիկներ, հալվող մոմի քաղցրահամ բույրը, խառնված սկո ծաղկեպսակների սուր բույրին։ Զսպված հեկեկոցների խուլ երգչախումբ, սազգեստ մարդիկ, որոնք անուշ գրկախառնվում էին, տխրությունից կոտրված բառեր փոխանակում։ Սակայն դրսում կյանքն անտարբեր շարունակվում էր։ Լիքը երթուղայիններն ազդանշան էին տալիս, փողոցային վաճառողները գոռում էին զեղչերի մասին, անկյունից գալիս էր պիրոժկու սուրճի բույրը։ Եվ այնտեղ, անհարթ մայթին կանգնած, մի 5 տարեկան աղջնակ նայում էր եկեղեցու դռանը, կարծես անհասանելի ամրոցի։ Նրա հասարակ զգեստի քղանցքները մաշվել էին, գույնը խամրել բազմաթիվ լվացքներից։ Նա կոշիկներ չուներ։ Միայն բարակ գուլպաներ, որոնք արդեն թրջվել էին վաղ առավոտից մաղող թեթ անձրից։ Նրա փոքրիկ, թեթակի դողացող ձեռքերում ծալված թուղթ կար։ Նա այն սեղմել էր կրծքին, կարծես անձնագիր լիներ, թույլտվություն, գոյություն ունենալու մի վայրում, որտեղ բոլորը թվում էին այնքան կոկիկ, այնքան վստահ, որ պատկանում են այնտեղ։ Նա այդ վստահությունը չուներ։ Բայց կասկածից ավելի ուժեղ մի բան ուներ՝ կարիք։ Երբ վերջապես խիզախություն հավաքեց ու մոտեցավ մուտքին, ներսից փարաջայով մի տղամարդ դուրս եկավ։ Տեր հայր Ալբերտը տարածքում հայտնի էր նրանով, որ հոգեհանգիստները վարում էր ամուր ձեռքով, ամեն ինչ կարգին ու իր տեղում պահելով։ Նա հեռվից տեսավ աղջնակին ու արդեն ձեռքը բարձրացրեց, կարծես երթեկություններ կանգնեցնում։ Նա բարի չէր։ Չհարցրեց, արդյոք մոլորվել է։ Չկրացավ, որ նրա հասակին լինի։ Այստեղ քո տեղը չէ, ասաց նա, ձայնը չոր էր ու բավական բարձր, որ մուտքի մոտ կանգնած մի քանի հոգի շրջվեն։ Աղջնակը փորձեց բացատրել։ Ձայնը դուրս եկավ բարակ, դողում էր ցրտից ու ամոթից։ Ես պետք է ներս մտնեմ։ Նա այնտեղ է։ Քահանան կկոցեց աչքերը։ Երեխային չափեց գլխից մինչ ոտք մի հայացքով, որը պաշտպանող չէր, այլ դատապարտող։ Շուրջ բոլորը կանգնած անթերի սազգեստ մարդիկ նույն կերպ չափեցին աղջնակին։ Եվ ինչպես միշտ լինում է, երբ ինչ-որ մեկը որոշում է, թե ով է արժանի որտեղ լինել, ընդամենը մի մանրուք բավական էր, որ աշխարհը լուռ ու դաժան որոշում կայացնի։ Հեռացիր։ Խանգարելու ես, պնդեց քահանան, արդեն իսկ ակնարկելով օգնականին, որ մոտենա։ Աղջնակը մի քայլ հետ գնաց, բայց մատները շարունակում էին սեղմել թուղթը։ Նա նայեց կողքերը, փնտրելով մի ճեղք, մի անկյուն, որտեղով կարողանար անցնել։ Կարծես արժանապատվությունն այնպիսի բան լիներ, որը պետք է կողքից, թաքուն անցնել։ Հուսահատ պոռթկումով փորձեց վազելով անցնել քահանայի դռան մեջ եղած բացվածքով։ Հենց այդ պահին նա բռնեց աղջնակի թից։ Ոչ բացահայտ բռնությամբ, բայց բավական ամուր, որ հոգին ցավա։ Եվ հենց այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Եկեղեցու կողային միջանցքից հայտնվեց մի տղամարդ, որը բոլորովին չէր համապատասխանում այդ հասարակ միջավայրին։ Անթերի մոխրագույն կոստյում, կատարյալ սանրվածք, աննկատ, բայց հաստատ թանկարժեք ժամացույց դաստակին։ Նրա կեցվածքը մեկինն էր, ով սովոր էր ղեկավարել խորհրդակցությունների սենյակներ, ստիպել ամբողջ ընկերություններին փոխել ուղղությունը մեկ ստորագրությամբ։ Այդ տղամարդը Արման Թավադյանն էր, 52 տարեկան, Երանի խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկի սեփականատերը։ Մի անուն, որը հայտնվում էր բարձրաշխարհիկ լրահոսում տնտեսական էջերում։ Մի մարդ, ով կայսրություն էր կառուցել նույն վճռականությամբ, որով ոմանք պատեր են կառուցում, աղյուս առ աղյուս, առանց կողք նայելու։ Բայց այդ օրը Արման Թավադյանը ներսից քայքայված էր։ Նա գալիս էր առանձնացված սրահից, որտեղ դագաղը շրջապատված էր միայն ամենամտերիմներով։ Հոգեհանգստի արարողության հերոսուհին Անահիտն էր, նրա քույրը։ Ոչ թե այն կատարյալ քույրը, որին նա ցուցադրում էր ընտանեկան ճաշկերույթներին այն հազվագյուտ կիրակիներին, երբ դադարում էր աշխատել։
Այլ իսկական քույրը նա, ում հետ նա ուներ վատ կպցրած ճաքերով լի պատմություն, կիսատ ասված ներումներ, աշխատանք բառով միշտ արդարացված բացակայություններ։ Արմանը մենակ լաց էր եղել հոգեհանգստից առաջ։ Նա զգացել էր այն հին ու ծանոթ մեղքի զգացումը, որը ներսից կրծում էր կուրծքը, չափազանց ուժեղ, չափազանց զբաղված, չափազանց կարող լինելու մեղքը։ Մեղքը, որ թույլ էր տվել Անահիտին ապրել իր փայլուն աշխարհի ստվերում, մինչ կյանքը հաշիվ պահանջեց այնպես, որ ոչ մի գումար չէր կարող վճարել։ Երբ նա լսեց «այստեղ քո տեղը չէ» արտահայտությունը, ինչ-որ բան նրա ներսում բռնի արթնացավ։ Դա միայն վրդովմունք չէր։ Դա սարսուռ էր, այնպիսի զգացողություն, որը կյանքն ուղարկում է, երբ ուզում է զգուշացնել, որ այլս ոչինչ առաջվանը չի լինի։ Նա կանգնեց միջանցքում, նայեց տեսարանին, աղջնակին։ Եվ սիրտը, որը փողը երբեք չէր կարողացել փափկեցնել, մի զարկ բաց թողեց։ Անձրից կեղտոտված դեմքը։ Մեծ, մուգ աչքերը մի արտահայտությամբ, որը 5 տարեկան երեխայինը չէր։ Դա մեկի արտահայտությունն էր, ով ստիպված էր եղել շատ արագ մեծանալ, ով հիասթափությանը ծանոթ էր այբուբենից առաջ։ Եվ այնտեղ կար մի բան, որն անհնար էր անտեսել, աչքերի ձի մի գիծ, վախեցած ժամանակ ճակատը կնջրելու ձը, կզակի ուրվագիծը։ Նմանություններ, որոնք դնդթեստ չեն պահանջում, որոնք փաստաբանի կարիք չունեն։ Նմանություններ, որոնք միայն տեսնելու համարձակություն են պահանջում։ Արմանը զգաց, որ գետինը դողում է։ Բաց թող նրան, ասաց նա, ձայնն ամուր էր, բայց առանց գոռալու։ Դա այն տոնն էր, որը նա օգտագործում էր ժողովներում, երբ որը տնօրեն փորձում էր վիճարկել նրա խոսքը։ Այն տոնը, որը ստիպում էր հզոր տղամարդկանց ենթարկվել առանց վարանելու։ Քահանան փորձեց պահպանել հեղինակությունը, բայց ձայնը դողաց։ Պարոն Թավադյան, մենք հոգեհանգստի ենք։ Այս երեխան, ես ասացի, բաց թող։ Աղջնակի թն անմիջապես ազատվեց։ Նա քիչ մնաց կորցներ հավասարակշռությունը, բայց պահեց իրեն։ Նայեց Արմանին, վախն ու հույսը խառնված նույն արտահայտության մեջ։ Կարծես նաս մեկ մեծահասակ լիներ, որը պատրաստ էր իրեն դուրս շպրտել։ Բայց դրա փոխարեն Արմանը դանդաղ կռացավ, հենց այնտեղ բոլորի մեջ, անտեսելով հետաքրքրասեր հայացքներն ու արդեն սկսվող շշուկները։ Անունդ ինչ է, հարցրեց նա, ձայնը այլ կերպ հնչեց։ Ավելի մարդկային, քան սովորաբար։ Աղջնակը թուղթը սեղմեց կրծքին պատասխանեց գրեթե անձայն։ Ասացին, որ սա տամ նրան։ Ում, պնդեց Արմանը, զգալով, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Նա գզակով ցույց տվեց եկեղեցու ներսը, դագաղի ուղղությամբ։ Հենց այդ պահին աշխարհը շուռ եկավ Արման Թավադյանի համար։ Նա զգուշությամբ վերցրեց թուղթը, կարծես ապակի լիներ։ Դանդաղ բացեց։ Դա հրավիրատոմս չէր, ոչ էլ սովորական գրություն։ Դա կարճ նամակ էր, գրված այն ձեռագրով, որը նա կճանաչեր ցանկացած վայրում։ Անահիտի ձեռագիրը։ 3 ամիս առաջվա թվագրությամբ։ Եվ յուրաքանչյուր տողը հետաձգված խոստովանություն էր։ Լուր ներողություն, տարիների վախից խեղդված ճիչ։ Եթե մի օր ես այստեղ չլինեմ, փնտրիր նրան։ Ես շատ սխալվեցի, Արման։ Թաքցրի վախից, ամոթից, կարծելով, թե դու ինձ կդատես այնպես, ինչպես ես ինձ դատեցի։ Բայց նա մեր պատմության մի մասն է։ Նա իմ դուստրն է։ Եվ նա արժանի է վերադառնալ ընտանիք։ Խնդրում եմ, թույլ մի տուր, որ աշխարհը նրա հետ այնպես վարվի, ինչպես ինձ հետ վարվեց։ Արմանի ձեռքը դողաց։ Նա վերընթերցեց նամակը։ 1 անգամ։ 2։ 3։ Եվ յուրաքանչյուր վերընթերցումը հարված էր ստամոքսին, դուռ էր, որը բացվում էր դեպի մի մութ միջանցք, որով նա երբեք չէր ուզել անցնել։ Անահիտը դուստր ուներ։ Մի դուստր, որին նա երբեք չէր ճանաչել։ Մի զարմուհի, որը գոյություն ուներ ամբողջ 5 տարի, առանց նրա իմացության։ Եվ ոչ թե որովհետ Անահիտը վատն էր, այլ որովհետ նա ապրել էր մի կյանք, որտեղ հաջողակ եղբորից օգնություն խնդրելը ավելի նվաստացուցիչ էր թվում, քան կարիքի մեջ ապրելը։ Արմանը դանդաղ բարձրացրեց աչքերը, նայեց աղջնակին։ Եկեղեցու աղմուկը լռեց։ Շուրջբոլորի մարդիկ դարձան լղոզված բծեր։ Միայն նա գոյություն ուներ այդ պահին, փոքրիկ, թաց ու վախեցած, ձեռքին մի թուղթ, որը փոխում էր ամեն ինչ։ Դու մենակ ես եկել, հարցրեց նա, փորձելով ձայնն ամուր պահել։ Աղջնակը գլխով արեց։ Ես մի կնոջ հետ էի, բայց նա ասաց, որ չեմ կարող ներս մտնել ու գնաց։
Եվ այս պարզ նախադասությամբ ողբերգության երկրորդ շերտը բացահայտվեց։ Աղջնակը ոչ միայն առանց մոր էր։ Նա լքված էր մեկի կողմից, ով պետք է օգներ։ Արմանը խորը շունչ քաշեց, քթանցքները լայնացան, փորձելով հենց այնտեղ չպայթել։ Բայց ինչպես ցանկացած լավ շրջադարձի դեպքում, ցավը երբեք մենակ չի գալիս։ Նա միշտ իր հետից հարցեր է բերում։ Ինչու էր Անահիտը թաքցրել։ Ո՞վ էր հայրը։ Ինչու էր երեխան մի կնոջ հետ։ Ո՞վ էր այդ կինը։ Եվ ամենակարևորը, ո՞վ էր շահում այս ամբողջ լռությունից։ Արմանը ոտքի կանգնեց, նայեց տեր հայր Ալբերտին։ Ձայնը դուրս եկավ ցածր, բայց լցված մի ծանրությամբ, որը օդը խտացնում էր։ Դուք հենց նոր երեխային դուրս հանեցիք իր իսկ մոր հոգեհանգստից։ Եթե այստեղ նրա տեղը չէ, ուրեմն ոչ ոքի տեղը չէ։ Քահանան փորձեց արդարանալ, խոսելով կանոնների, հարգանքի, վայելչության մասին։ Բայց Արմանն այլս չէր լսում։ Նա արդեն որոշում էր կայացրել։ Այդ օրը, բացի Անահիտին հրաժեշտ տալուց, նա սկսելու էր պեղել ճշմարտություններ, որոնք ինչ-որ մեկը շատ էր ջանացել թաղված պահել։ Բայց, իհարկե, ամեն ինչ այդքան պարզ չէր լինելու։ Հենց որ Արմանը բռնեց աղջնակի ձեռքից, սկսեց նրան տանել դեպի այն սրահը, որտեղ դագաղն էր, շարժումը ալիքներ առաջացրեց։ Ռուզաննան, Արմանի հարսը կրտսեր եղբոր կինը, արագ քայլերով մոտեցավ այն դեմքով, որը պատրաստվում է խնդիրը լուծել, մինչ այն սկանդալի կվերածվի։ Արման, ինչ ես անում, բարձր շշնջաց նա, ժպտալով շրջապատի մարդկանց, բայց աչքերով դանակներ նետելով։ Ո՞վ է այս երեխան։ Իմ զարմուհին է, պատասխանեց նա, յուրաքանչյուր վանկը մի տոննա էր կշռում։ Ռուզաննան մի քանի անգամ թարթեց, կարծես ապտակ ստացած լիներ։ Ինչպես թե զարմուհին։ Անահիտը երեխաներ չուներ։ Արման, դու շոկի մեջ ես, պետք է նստես, շունչ քաշես, ես լավ եմ։ Եվ նա ինձ հետ է մնալու։ Մի հորեղբորորդի հայտնվեց ոչ մի տեղից, միշտ չափազանց հետաքրքրված ընտանեկան գործերով, հատկապես, երբ այդ գործերը վերաբերում էին փողին ու ժառանգությանը։ Սարգիսն այն տեսքն ուներ, որը թվում է օգտակար, բայց միշտ շահեր է հաշվարկում։ Արման, հանգստացիր։ Եկ սրա մասին հետո խոսենք, սառը գլխով։ Այսօր օրը չէ, այսօր հենց օրն է, կտրեց Արմանը, ձայնը դեռ ցածր, բայց սուր։ Այսօր այն օրն է, երբ այս աղջիկը հրաժեշտ է տալիս մորը։ Ընտանիքի հետ։ Ինչպես պետք է լիներ ի սկզբանե։ Նա պատասխանի չսպասեց։ Շարունակեց քայլել կողային միջանցքով, աղջնակի փոքրիկ ու սառը ձեռքը բռնած։ Երբ մոտեցան դագաղին, Արմանը զգաց, որ կուրծքը սեղմվում է այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր զգացել։ Անահիտն այնտեղ էր, չափազանց կոկիկ, չափազանց խաղաղ, չափազանց հեռու։ Նա 3 ժամ անցկացրել էր այդ առավոտ, նայելով քրոջ դեմքին, փորձելով բառեր գտնել մի ներողության համար, որը չափազանց ուշ էր եկել։ Աղջնակը կանգնեց դագաղի դիմաց։ Նա չլացեց այնպես, ինչպես 5 տարեկան երեխաներն են լացում, սկանդալով ու հուսահատությամբ։ Նա լացեց այնպես, ինչպես մեկը, ով արդեն սովորել է, որ բարձր լացելը ոչ ոքի հետ չի բերում։ Նա մատներով դիպավ լաքապատ փայտին, շշնջաց մի բան, որ Արմանը հազիվ լսեց։ Ես եկա, բայց թույլ չտվեցին։ Այս նախադասությունը Արմանին կտրեց ապակու պես։ Նա հասկացավ այդ ցավալի պահին, որ Անահիտը փորձել էր ամեն ինչ ուղղել։ Ուշ, վախով, թաքուն, բայց փորձել էր։ Եվ հիմա իր հերթն էր անել այն, ինչ երբեք ճիշտ չէր արել, լինել իսկական ընտանիք։ Արարողությունից հետո, երբ դագաղը տարան, մարդիկ սկսեցին ցրվել, Արմանն անտեսեց բոլոր հայացքները։ Նա աղջնակին գրկեց, թե նա արդեն մեծ էր դրա համար, տարավ մեքենայի մոտ։ Աղջնակը չդիմադրեց։ Պարզապես կուչ եկավ, ինչպես վախեցած կենդանի, որը վերջապես տաք անկյուն է գտել։ Ճանապարհին Արմանը զանգահարեց Արթուրին, իր փաստաբանին, տասնամյակների ընկերոջը։ Արթուր, դու ինձ պետք ես։ Հիմա։ Շտապ է։ Միասնիկյանի պողոտայով մեքենա վարելիս երթևեկությունը ծանր էր, ինչպես միշտ, Արմանը նայեց հետի հայելուն։ Աղջնակը քնած էր հետի նստատեղին, գրկած ճմրթված թուղթը։ Նա դեռ անունն անգամ չգիտեր։ Չգիտեր, թե որտեղ է ապրում, ինչպես է ապրում, ինչ է ուտում, ինչ պատմություններ է կրում։ Բայց գիտեր մի վստահությամբ, որից սարսռում էր, որ իր կյանքում ամեն ինչ հենց նոր փոխվեց։ Երբ հասավ բնակարան, մի ընդարձակ պենթհաուս կասկադի մոտակայքում, Արմանն առաջին անգամ նկատեց, թե որքան սառն էր այդ վայրը։
Ժամանակակից, թանկարժեք, անթերի։ Բայց սառը։ Խաղալիքներ չկային, ուրախ գույներ չկային, կյանք չկար։ Դա մի մարդու տուն էր, ով օրական 16 ժամ աշխատում էր, մյուս 8-ը քնում։ Աղջնակն արթնացավ, երբ նա նրան մեքենայից հանեց։ Նայեց բարձր շենքին ու կոստյումով դռնապանին նորից վախեցավ։ Դու այստեղ ես ապրում, հարցրեց նա բարակ ձայնով։ Արմանը հասկացավ, որ նույնիսկ չգիտի ինչպես պատասխանել։ Նա ապրում էր այնտեղ, թե պարզապես իրերն էր պահում այնտեղ, աշխատանքային օրերի մեջ։ Ապրում եմ։ Եվ հիմա դու էլ ես ապրում։ Նա կարծես չհավատաց։ Բնակարանի ներսում Արմանը չգիտեր ինչ անել։ Զանգահարեց տնտեսուհուն, տիկին Էմմային, մի կնոջ, ով նրա հետ աշխատում էր 15 տարի, ուներ այն մայրական տեսքը, որը նա երբեք գնահատելու խիզախություն չէր ունեցել։ Տիկին Էմմա, դուք ինձ պետք եք։ Ես այստեղ մի երեխա ունեմ։ Մյուս կողմում լռություն տիրեց։ Ինչպես թե երեխա, պարոն Արման։ Երկար պատմություն է։ Խնդրում եմ, եկեք։ Մինչ սպասում էր, Արմանը փորձեց խոսել աղջնակի հետ։ Նա նստած էր հսկայական կաշվե բազմոցի ծայրին, ոտքերը նույնիսկ գետնին չէին հասնում։ Նայում էր ամեն ինչին այն մեծ աչքերով, կարծես թանգարանում լիներ, որտեղ ոչնչի դիպչել չի կարելի։ Անունդ ինչ է, նորից հարցրեց նա, նստելով դիմացի բազկաթոռին։ Լիլիթ։ Լիլիթ։ Անունը դժվարությամբ դուրս եկավ, կարծես նա վստահ չլիներ, թե կարող է այն օգտագործել այնտեղ։ Լիլիթ, ինչ։ Նա աչքերը խոնարհեց։ Ուղղակի Լիլիթ։ Արմանը զգաց, որ կոկորդը խեղդվում է։ Մի երեխա, որը նույնիսկ լրիվ ազգանուն չուներ։ Նա մտածեց Անահիտի մասին, քրոջ, որն ապրում էր 20 րոպե հեռավորության վրա, բայց որին նա այցելում էր տարին 2 անգամ։ Մտածեց բոլոր այն անգամների մասին, երբ նա զանգել էր, ինքն ասել էր, որ զբաղված է։ Մտածեց բոլոր այն լավ կառուցված արդարացումների մասին, որոնք օգտագործել էր, չխառնվելու նրա խառնաշփոթ կյանքին։ Լիլիթ, գիտես, թե որտեղ էիր ապրում։ Ում հետ էիր ապրում։ Մարինե մորաքրոջ հետ։ Բայց նա իմ իսկական մորաքույրը չէ։ Իսկ որտեղ է Մարինե մորաքրոջ տունը։ Լիլիթը թոթվեց ուսերը։ Հերու։ Մենք շատ էինք երթուղայինով գնում։ Դպրոց էիր գնում։ Նա գլխով բացասական նշան արեց։ Արմանը զգաց, որ զայրույթը բարձրանում է ողնաշարով։ Երբ ես վերջին անգամ տեսել մորթ։ Լիլիթը մտածեց, ճակատը կնճռոտվեց։ Վաղուց։ Նա հիվանդացավ։ Մարինե մորաքույրն ասաց, որ նա հիվանդանոցում է, ես չեմ կարող գնալ։ Հետո ասաց, որ մայրս ընդմիշտ գնացել է։ Ընդմիշտ գնացել է։ Դաժան էվֆեմիզմ երեխային մահը բացատրելու համար։ Իսկ ինչպես իմացար այն վայրի մասին, որտեղ մարդիկ հրաժեշտ են տալիս։ Մարինե մորաքույրն ինձ տարավ։ Բայց ասաց, որ չեմ կարող ներս մտնել։ Ասաց, որ խանգարելու եմ։ Ինձ թողեց փողոցում ու գնաց։ Արմանը փակեց աչքերը։ Այդ Մարինեն ոչ միայն լքել էր երեխային, այլ նրան մենակ էր թողել հոգեհանգստի դռան մոտ։ Դա անփութություն չէր։ Դա հաշվարկված դաժանություն էր։ Տիկին Էմման հասավ 1 ժամ անց, շնչակտուր։ Նայեց Լիլիթին, հետո Արմանին մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր շփոթության ու քնքշության։ Աստված իմ, ո՞վ է այս երեխան։ Իմ զարմուհին է։ Անահիտի դուստրը։ Տիկին Էմման աչքերը լայն բացեց, բայց իմաստուն կին էր։ Լիլիթի ներկայությամբ հարցեր չտվեց։ Պարզապես մոտեցավ, կրացավ ժպտաց այնպես, ինչպես միայն երեխաներ մեծացրած կանայք գիտեն ժպտալ։ Բար, Լիլիթ։ Իմ անունը Էմմա է, բայց կարող ես ինձ Էմմա տատիկ ասել։ Սոված ես։ Լիլիթը նայեց Արմանին, կարծես թույլտվության կարիք ունենար։ Նա գլխով արեց։ Աղջնակն այնուհետ շշնջաց։ Հա։ Տիկին Էմման նրան տարավ հսկայական խոհանոց, սկսեց ուտելիք պատրաստել։ Արմանը մնաց հյուրասենյակում, նայելով ճմրթված թղթին, որը Լիլիթը թողել էր բազմոցին։ Նորից վերցրեց այն, վերընթերցեց Անահիտի նամակը։ Վերջում մի տող կար, որին նա առաջ ուշադրություն չէր դարձրել։ Նա առայժմ Մարինեի հետ է։
Մարինեն օգնություն է ստանում նրան խնամելու համար, բայց գիտեմ, որ գումարը ճիշտ չի օգտագործվում։ Պետք է լուծեմ սա, պետք է Լիլիթին այնտեղից հանեմ։ Բայց վախենում եմ։ Այնքան եմ վախենում, Արման։ Օգնություն ո՞ն կողմից։ Որտեղից էր գալիս այդ գումարը։ Արմանը վերցրեց հեռախոսը, նորից զանգահարեց Արթուրին։ Արթուր, պետք է, որ մի կնոջ հետաքննես։ Անունը Մարին է, ազգանունն անհայտ։ Նա ապրում էր մի երեխայի, իմ զարմուհու հետ, ստանում էր ինչ-որ տեսակի նպաստ կամ ֆինանսական օգնություն։ Ուզում եմ իմանալ, թե որտեղից էր գալիս այդ գումարը, ուր է գնում հիմա, ով է թույլատրել վճարումները։ Արթուրը միշտ արդյունավետ, ավելորդ հարցեր չտվեց։ Արդեն սկսում եմ։ Արման, դու հասկանում ես, որ եթե սրա մեջ ինչ-որ սխալ բան կա, գիտեմ։ Դրա համար էլ խնդրում եմ քեզ հետաքննել։ Խոհանոցում տիկին Էմման վերջացրեց մակարոնը սոուսով հավի մսով։ Լիլիթը դանդաղ էր ուտում, վախով, կարծես ուտելիքը կանհետանար, եթե թարթեր։ Ամբողջ ընկերավ դեռ նայում էր դատարկ ափսեին մի արտահայտությամբ, որը կոտրեց Արմանի սիրտը։ Կարող ես կրկնել, Լիլիթ։ Էլի կա։ Նա կրկնեց։ Եվ նորից կրկնեց։ Տիկին Էմման Արմանը ծանր հայացքով փոխանակվեցին։ Այդ աղջիկը սոված էր մնացել։ Իսկական սով։ Լոգանքից հետո, որը տիկին Էմման տվեց համբերությամբ ու քնքշությամբ, Լիլիթը հագավ Արմանի հին շապիկներից մեկը։ Նա լողում էր դրա մեջ։ Տիկին Էմման նրան տարավ հյուրասենյակներից մեկը, անկողինը հարդարեց մնաց մինչ նա քնեց։ Երբ վերադարձավ հյուրասենյակ, ծանր նստեց բազմոցին, Արմանի կողքին։ Պարոն Արման, այս աղջկա հետ վատ են վարվել։ Բժիշկ լինել պետք չէ տեսնելու համար։ Նա թերսնված է, հին վնասվածքների հետքեր ունի, այն ձև, որով նա կուչ է գալիս, երբ ինչ-որ մեկը ձայնը բարձրացնում է, գիտեմ, ասաց Արմանը, ձայնը խռպոտ էր։ Գիտեմ, տիկին Էմմա։ Ինչ եք անելու։ Կպարզեմ, թե ով է սա արել նրա հետ։ Եվ կստիպեմ վճարել։ Իսկ հետո։ Արմանը նայեց դեպի սենյակներ տանող մութ միջանցքը։ Հետո կսովորեմ քեռի լինել։ Կսովորեմ ընտանիք լինել։ Կանեմ այն, ինչ պետք է անեի Անահիտի համար երբեք չարեցի։ Տիկին Էմման ձեռքը դրեց նրա ուսին։ Պարոն Արման, սա կփոխի ձեր կյանքը։ Պատրաստ եք։ Արմանը միանգամից չպատասխանեց։ Նայում էր ներքում գտնվող քաղաքին, Երանի լույսերը թարթում էին ինչպես միշտ, անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Մտածեց քրոջ մասին։ Մտածեց կողքի սենյակում քնած աղջնակի մասին։ Մտածեց, թե քանի անգամ է նա ընտրել ժողովները ընտանիքի փոխարեն, պայմանագրերը խոսակցությունների փոխարեն։ Չգիտեմ, պատրաստ եմ, վերջապես ասաց նա։ Բայց այլս չեմ կարող ընտրել չլինելը։ Այդ գիշեր Արմանը չքնեց։ Մնաց աշխատասենյակում, թղթեր էր խառնում, զանգեր անում, անտեսանելի գլուխկոտրուկ հավաքում։ Պարզեց, որ Անահիտն առանձին բանկային հաշիվ ուներ, փոքր, վերջին 5 տարիների ընթացքում կանոնավոր շարժով։ Գումարը դուրս էր գալիս Մարինե Սարգսյանի անունով հաշվին։ Գումարներ, որոնք մեծ չէին, բայց մշտական էին։ Նպաստի պես։ Միայն թե Անահիտն աշխատում էր որպես վարսահարդար մի համեստ սրահում։ Որտեղից էր գումարը, այդ նպաստը վճարելու համար։ Արմանն ավելի խորը փորփրեց։ Եվ գտավ մի բան, որից արյունը սառեց։ Պարբերական փոխանցումներ էին մտնում Անահիտի հաշվին, մի կորպորատիվ հաշվից։ Մի ընկերություն, որը Արմանը լավ գիտեր։ Շատ լավ։ Դա իր իսկ կառուցապատող ընկերության հին դուստր ձեռնարկություններից մեկն էր, մի ընկերություն, որը պետք է տարիներ շարունակ անգործուն լիներ։ Ինչ-որ մեկն օգտագործում էր մեռած հաշիվ Անահիտին փոխանցումներ անելու համար։ Ինչ-որ մեկը, ով դրան հասանելիություն ուներ։ Ինչ-որ մեկը ներսից։ Արմանը ոտքի կանգնեց, գնաց պատուհանի մոտ։ Արն արդեն սկսում էր լուսավորել հորիզոնը։ Նա ամբողջ գիշերն անցկացրել էր, հավաքելով մի գլուխկոտրուկ, որն այժմ սկսում էր իմաստ ստանալ։ Եվ դա սարսափելի իմաստ էր։ Ընտանիքում ինչ-որ մեկը գիտեր Լիլիթի մասին։ Ոչ միայն գիտեր, այլ վճարում էր, որ նրան թաքցնեն։ Եվ հիմա, երբ Անահիտը մահացել էր, այդ ինչ-որ մեկը հավանաբար ուզում էր համոզվել, որ գաղտնիքը նրա հետ միասին կանհետանա։ Բայց Արմանը թույլ չէր տալու։
Նույնիսկ եթե ստիպված լիներ ամբողջ ընտանիքը շուռ տալ, նույնիսկ եթե ստիպված լիներ բոլորի հետ կռվել, նույնիսկ եթե ստիպված լիներ ծախսել իր ունեցած յուրաքանչյուր լուման։ Նա վերադարձավ այն սենյակ, որտեղ Լիլիթը քնած էր։ Կանգնեց դռան մոտ, նայելով հսկայական վերմակի մեջ փաթաթված փոքրիկ աղջնակին։ Նա քնած էր, ձեռքին պահելով Անահիտի նամակով թուղթը։ Եվ Արմանը լուռ խոստում տվեց. Լիլիթին, Անահիտին, ինքն իրեն։ Ես ամեն ինչ կբացահայտեմ։ Քեզ կվերադարձնեմ այնտեղ, որտեղ դու միշտ պետք է լինեիր։ Եվ ով փորձել է ջնջել քո գոյությունը։ Կվճարի։ Ինչ էլ որ արժենա։ Արի առաջին ճառագայթները ներս ընկան պատուհանից, Լիլիթը վախեցած արթնացավ։ Մի պահ չհասկացավ, թե որտեղ է։ Սենյակը չափազանց մեծ էր, անկողինը չափազանց փափուկ, լռությունը չափազանց տարօրինակ։ Նա սովոր էր արթնանալ բարակ պատերից ներս թափանցող երթեկության աղմուկից, կողքի բնակարանում վիճող մարդկանց ձայներից, ներքի խորտկարանից բարձրացող տապակայի հոտից։ Այստեղ ամեն ինչ այլ էր։ Նույնիսկ օդն էր ավելի մաքուր թվում։ Նա դանդաղ վեր կացավ, բոբիկ ոտքերը խրվեցին հաստ գորգի մեջ։ Զգուշությամբ բացեց դուռը, կարծես արգելված լիներ դուրս գալ։ Միջանցքը դատարկ էր, բայց նա ինչ-որ տեղից ձայներ լսեց։ Գնաց ձայնի հետից գտավ խոհանոցը։ Տիկին Էմման սուրճ էր պատրաստում, ցածրաձայն երգելով մի հին երգ։ Բարի լույս, փոքրիկ։ Լավ քնեցիր։ Լիլիթը թոթվեց ուսերը։ Չգիտեր, լավ էր քնել, թե ոչ։ Երազում տեսել էր մորը, Մարինե մորաքրոջը, որը գոռում էր, մի դուռ, որը փակվում էր իր դեմքին։ Գիշերը մի քանի անգամ արթնացել էր, կարծելով, թե ամեն ինչ սխալ է, որ ինչ-որ մեկը կհայտնվի ու իրեն դուրս կհանի։ Արի, նստիր։ Քեզ համար հիանալի նախաճաշ կպատրաստեմ։ Լիլիթը նստեց աթոռի ծայրին, հետելով, թե ինչպես է տիկին Էմման նրբաբլիթներ պատրաստում, մրգեր կտրատում, թարմ քամած նարնջի հյութ պատրաստում։ Այնքան ուտելիք կար, որ Լիլիթը նորից վախեցավ։ Վախեցավ շատ ուտելուց, վախեցավ սովորելուց, վախեցավ, որ դա հանկարծ նրանից կխլեն։ Կարող ես ուզածիդ չափ ուտել, լավ։ Այստեղ ոչ ոք սոված չի մնում։ Բայց Լիլիթը դանդաղ էր ուտում, յուրաքանչյուր կտորը ծամելով, կարծես վերջինը լիներ։ Արմանը հայտնվեց դեռ վաղ առավոտյան, արդեն կոստյումով, բայց այս անգամ առանց փողկապի։ Աչքերը կարմրել էին չքնելուց, բայց դեմքը վճռական էր։ Նա ամբողջ գիշերն անցկացրել էր հեռախոսով, փաստաթղթեր խառնելով, ռազմավարություններ մշակելով։ Հիմա նայում էր Լիլիթին քնքշության անհարմարության խառնուրդով։ Չգիտեր, ինչպես խոսել երեխայի հետ։ Երբեք երեխաներ չէր ունեցել, երբեք չէր ուզել, միշտ ասում էր, որ դրա համար ժամանակ չունի։ Բարի լույս, Լիլիթ։ Բարի լույս, ցածրաձայն պատասխանեց նա, աչքերը ափսեից չբարձրացնելով։ Այսօր ես մի փոքր դուրս կգամ, բայց Էմմա տատիկը քեզ հետ կմնա։ Լավ։ Լիլիթը գլխով արեց։ Արմանը վարանեց, կարծես ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց չգիտեր ինչ։ Այնուհետ պարզապես թեթակի դիպավ նրա ուսին դուրս եկավ։ Մեքենայում մինչ վարորդը առավոտյան ծանր երթեկության միջով ընթանում էր, Արմանը զանգահարեց Արթուրին։ Ինչ-որ բան գտար։ Գտա։ Եվ քեզ դուր չի գա։ Այդ Մարինե Սարգսյանը վերջին 5 տարիներին ամսական 250,000 դրամ է ստացել։ Գումարը դուրս է եկել քո կառուցապատող ընկերության հին դուստր ձեռնարկությունից, Թավադյան զարգացումից, որը դու ապակտիվացրել էիր 2018-ին։ Միայն թե ինչ-որ մեկը 2 տարի անց հաշիվը նորից ակտիվացրել է, զգուշորեն, այդ ժամանակվանից այս փոխանցումներն է անում։ Ո՞վ է թույլատրել։ Արթուրը դադար տվեց։ Թվային ստորագրությունը քո հորեղբորորդու, Սարգիս Թավադյանինն է։ Արմանը զգաց, որ արյունը եռում է։ Սարգիսը։ Հորեղբորորդին, որը միշտ ավելի բարձր պաշտոն էր ուզում ընկերությունում, որը միշտ բողոքում էր, թե չի ստանում այն ճանաչումը, որին արժանի է, որը միշտ աչքը ընտանիքի ֆինանսների վրա էր։ Սարգիսը գիտեր Լիլիթի մասին։ Ոչ միայն գիտեր, այլ վճարում էր, որ նրան թաքցնեն։ Հարցն այն էր, ինչու՞։ Շարունակիր հետաքննել։ Ուզում եմ իմանալ, արդյոք էլի մարդիկ կան ներգրավված։ Եվ պարզիր, թե որտեղ է այդ Մարինեն հիմա։ Արդեն դրանով եմ զբաղվում։ Արման, դու պետք է հասկանաս, որ սա կարող է տգեղանալ։
Եթե Սարգիսը գումար է յուրացրել ընկերությունից, նույնիսկ անգործուն հաշվից, դա քրեական հետանքներ ունի։ Եվ եթե ընտանիքն իմանա, որ դու հետաքննություն ես անցկացնում, թող իմանան։ Ինձ այլս սկանդալը չի հետաքրքրում։ Ինձ միայն ճշմարտությունն է հետաքրքրում։ Անջատեց հեռախոսը, նայեց պատուհանից դուրս։ Երանը եռում էր դրսում, միլիոնավոր մարդիկ վազում էին աշխատանքի, հաշիվներ վճարելու, գոյատելու։ Եվ նա, ով միշտ իրեն այնքան տարբեր էր համարում, այնքան վեր ամեն ինչից, բացահայտում էր, որ խորքում բոլորի նման է, սխալական, կույր, ունակ անտեսելու այն, ինչ հարմար է անտեսել։ Երբ հասավ կառուցապատող ընկերության գրասենյակ, հյուսիսային պողոտայի ապակեպատ շենքերից մեկը, Արմանն ուղիղ գնաց խորհրդակցությունների սենյակ։ Սարգիսին կանչեց կարճ նամակով. «Պետք է խոսեմ քեզ հետ։ Հիմա։ Առանց արդարացումների»։ Սարգիսը հասավ կես ժամ անց, այն կեղծ ժպիտով, որը կարծում էր, թե կարող է վերահսկել ցանկացած իրավիճակ։ «Արման, ինչ անակնկալ։ Կարծում էի, երեկվանից հետո մի քանի օր հանգիստ կվերցնես։ Երի կործանված ես Անահիտի կորստից»։ «Նստիր», չոր ասաց Արմանը։ Սարգիսը նստեց, դեռ ժպտալով, բայց ժպիտն արդեն սկսում էր ճաքճքել ծայրերից։ «Ուզում եմ, որ բացատրես, թե ինչու ես 5 տարի շարունակ թույլատրել ամսական փոխանցումներ ընկերության հաշվից մի կնոջ, Մարինե Սարգսյանի անունով»։ Սարգիսի ժպիտը միանգամից մահացավ։ Դեմքը սպիտակեց, հետո կարմրեց, հետո նորից սպիտակեց։ Նա բերանը բացեց, փակեց, նորից բացեց։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Մի ստիր ինձ, Սարգիս։ Ես ունեմ փոխանցումները, ունեմ քո թվային ստորագրությունը, ամեն ինչ ունեմ։ Հիմա դու ինձ կբացատրես, թե ինչու էիր վճարում այն կնոջը, որը խնամում էր իմ զարմուհուն։ Կամ ավելի ճիշտ, այն զարմուհուն, որի գոյության մասին դու գիտեիր, թաքցրել էիր ինձնից։ Սարգիսը չոր կուլ տվեց։ Ձեռքը տարավ մազերին, շրջապատված մարդու նյարդային ժեստով։ Արման, լսիր, այդպես չի եղել։ Ես։ Անահիտն ինձ մոտ եկավ 5 տարի առաջ, հուսահատ։ Ասաց, որ դուստր ունի, որ պայմաններ չունի ճիշտ մեծացնելու, որ օգնության կարիք ունի, բայց ամաչում է քեզնից խնդրել։ Նա ինձ խնդրեց, աղաչեց, որ քեզ չասեմ։ Ասաց, որ դու նրան կդատես, որ դու սուտ է, Արմանը ձեռքով հարվածեց սեղանին։ Անահիտը քեզնից երբեք ոչինչ չէր խնդրի։ Դուք հազիվ էիք խոսում։ Այնպես որ դադարիր խաբել, ասա ինձ ճշմարտությունը։ Սարգիսը լուռ մնաց, ծնոտը սեղմված։ Արմանը ոտքի կանգնեց, մոտեցավ, ձայնը ցածր ու վտանգավոր։ Դու օգտագործել ես իմ ընկերությունը, գումար յուրացնելու համար։ Օգտագործել ես քրոջս անունը, հետքերը թաքցնելու համար։ Եվ թաքուն ես պահել իմ զարմուհուն։ Ինչո՞վ։ Ինչ ես շահում դրանից։ Սարգիսը վերջապես պայթեց։ Ինչ եմ շահում։ Շահում եմ այն, որ այլս չեմ տեսնում, թե ինչպես է մի թավադյան կեղտոտում ընտանիքի անունը։ Անահիտն արդեն իսկ բավական խնդիր էր, ապրելով այդ անհեթեթ տնակում, աշխատելով ծայրամասի գեղեցկության սրահում, ընտանեկան խնջույքներին հայտնվելով սեքընդ հենդի շորերով։ Եվ հետո նա հայտնվում է հղի, առանց հոր, առանց բացատրության, դու կարծում ես ես թույլ կտայի, որ բոլորն իմանային դրա մասին։ Թույլ կտայի, որ մեկ ապօրինի երեխա հայտնվեր, ժառանգությունը բաժանելու համար։ Բառը սենյակում արձագանքեց կրակոցի պես։ Արմանը պետք է իրեն զսպեր, որ հենց այնտեղ չհարվածեր հորեղբորորդուն։ Դուրս իմ ընկերությունից։ Հիմա։ Դու ազատված ես։ Դու չես կարող ինձ ազատել։ Ես բաժնետեր եմ, դու փոքրամասնական բաժնետեր։ Ես։ Եվ հենց նոր խոստովանեցիր ռեսուրսների յուրացում։ Այնպես որ դու երկու տարբերակ ունես, կամ հիմա լավով դուրս ես գալիս, կամ ես ոստիկանություն եմ կանչում, դու դուրս ես գալիս ձեռնաշղթաներով։ Ընտրիր։ Սարգիսը ոտքի կանգնեց, աթոռը ջռաց հատակին։ Նրա դեմքը մաքուր զայրույթ էր։ Դու դրա համար կզղջաս, Արման։ Այդ աղջիկը նա չէ, ում դու կարծում ես։ Այս պատմության մեջ բաներ կան, որ դու չգիտես։ Եվ երբ իմանաս, կհասկանաս, որ ես քեզ պաշտպանում էի։ Դուրս եկավ, շխկացնելով դուռը։ Արմանը կանգնած մնաց, խորը շնչելով, փորձելով հանգստացնել կատաղությունը։ Այս պատմության մեջ բաներ կան, որ դու չգիտես։ Ինչ նկատի ուներ Սարգիսը։ Նա տուն վերադարձավ կեսօրին, մի բան, որ երբեք չէր անում։
Տիկին Էմման հյուրասենյակում էր Լիլիթի հետ, փորձում էր նրան ստիպել թղթի վրա նկարել։ Բայց Լիլիթը միայն նյարդային խզբզոցներ էր անում, ուժգին սեղմելով մատիտը։ Ինչպե՞ս է նա, ցածրաձայն հարցրեց Արմանը։ Վախեցած։ Շատ չի խոսում։ Հարցրի, ուզում է հեռուստացույց նայել, ասաց, որ երբեք մոտիկից չի տեսել։ Առաջարկեցի նոր շորեր ընտրել, ասաց, որ պետք չէ։ Այս աղջիկը սովոր է ոչինչ չխնդրել, պարոն Արման։ Սովոր է անտեսանելի լինել։ Արմանը նայեց Լիլիթին։ Նա աչքերը բարձրացրել էր, երբ ինքը ներս մտավ, բայց շուտով նորից իջեցրեց, կարծես չէր ուզում անհանգստացնել։ Լիլիթ, կարո՞ղ եմ քեզ հետ խոսել։ Նա գլխով արեց, մատիտը մի կողմ դնելով։ Արմանը նստեց բազմոցին նրա կողքին, հեռավորություն պահպանելով, որ չվախեցնի։ Ես ուզում էի քեզ մի քանի հարց տալ Մարինե մորաքրոջ մասին։ Կարելի՞։ Լիլիթը միանգամից լարվեց։ Նա ինձ կտանի։ Ոչ։ Դու այլս երբեք այնտեղ վերադառնալու կարիք չունես։ Լիլիթը թեթացած թվաց, բայց դեռ կասկածամիտ էր։ Մարինե մորաքույրը լավն էր քեզ հետ։ Լիլիթը թոթվեց ուսերը։ Երբեմն։ Երբ փող ուներ, հաց էր առնում։ Երբ չուներ, բարկանում էր։ Իսկ երբ բարկանում էր, ինչ էր լինում։ Լիլիթը նորից աչքերը խոնարհեց, մատները խաղում էին շապիկի քղանցքի հետ։ Գոռում էր։ Ասում էր, որ շատ գլխացավանք եմ։ Ասում էր, որ մայրս ինձ լքել է, ոչ ոք ինձ չի ուզի։ Արմանը մի պահ փակեց աչքերը, զայրույթը նորից բարձրացավ։ Մայրդ քեզ չի լքել, Լիլիթ։ Նա հիվանդ էր։ Բայց նա քեզ սիրում էր։ Եվ նամակ է թողել, խնդրելով, որ ես քեզ խնամեմ։ Հասկանում ես դա։ Լիլիթը գլխով արեց, բայց աչքերը լի էին կասկածով։ Ինչպես բացատրել սերը մի երեխայի, որը միայն մերժում է ճանաչել։ Եթե դուք լինեիք Արմանի տեղում, անմիջապես կտանեիք Լիլիթին տուն, թե՞ կսպասեիք, իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Այդ գիշեր, Լիլիթի քնելուց հետո, Արմանը զանգ ստացավ Արթուրից։ Գտա Մարինեին։ Նա Շենգավիթում մի բնակարանում է։ Բայց Արման, մի տարօրինակ բան կա։ Նա շարունակում է գումար ստանալ։ Նույնիսկ Անահիտի մահից հետո փոխանցումները չեն դադարել։ Ինչպես թե։ Ինչ-որ մեկը վերաակտիվացրել է վճարումները։ Միայն թե հիմա դրանք ընկերության հաշվից չեն գալիս։ Գալիս են անձնական հաշվից։ Եվ դու չես հավատա, թե ում։ Ում։ Ռուզաննայի։ Քո հարսի։ Արմանը լռեց։ Ռուզաննան։ Կրտսեր եղբոր կինը, միշտ այնքան անհանգստացած արտաքին տեսքի համար, միշտ այնքան ճշտապահ։ Ռուզաննան վճարում էր Մարինեին։ Ինչո՞վ։ Որ նրան լռեցնի։ Որ համոզվի, որ Լիլիթը չի հայտնվի։ Որ պաշտպանի սեփական երեխաների ժառանգությունը։ Ուզում եմ խոսել նրա հետ։ Վաղը։ Իմ տանը։ Արման, վստահ ես։ Սա կառաջացնի մի, ինձ չի հետաքրքրում։ Կազմակերպիր։ Հաջորդ օրը Ռուզաննան ժամանեց ճիշտ ժամանակին, ինչպես միշտ։ Անթերի սանրվածք, թանկարժեք, բայց զուսպ հագուստ, այն տեսքը, որը ապրում է, վերահսկելով սեփական կերպարի յուրաքանչյուր մանրուք։ Նստեց հյուրասենյակում քաղաքավարի ժպիտով, բայց աչքերը հաշվարկում էին։ Արման, ինչ լավ է քեզ տեսնել։ Ինչպես ես հաղթահարում այս ամենը։ Իսկ աղջիկը, Լիլիթ չէ։ Ինչպես է հարմարվում։ Ռուզաննա, ուղիղ կասեմ։ Ինչու ես դու վճարում Մարինե Սարգսյանին։ Ժպիտը սառեց։ Ռուզաննան մի քանի անգամ թարթեց, ձեռքն ինքնաբերաբար գնաց պայուսակի բռնակին։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Արմանը մի թուղթ դրեց սեղանին։ Բանկային քաղվածք։ Փոխանցումները ընդգծված դեղինով։ 250,000 դրամ։ Ամեն ամսվա 10-ին։ Քո անձնական հաշվից նրա հաշվին։ Ինչո՞վ։ Ռուզաննան նայեց թղթին, Արմանին, նորից թղթին։ Խորը շունչ քաշեց։ Լավ։ Լավ։ Ես քեզ կպատմեմ։ Բայց դու պետք է հասկանաս, որ ես դա արել եմ ընտանիքը պաշտպանելու համար։
Պաշտպանել ինչից։ Եվս մեկ սկանդալից, Արման։ Անահիտն արդեն իսկ խնդիր էր։ Դու գիտես, որ էր։ Նա բոլորովին այլ կյանք ուներ, քան մենք, ընտրություններ էր անում, որոնք, ինչ ընտրություններ, Ռուզաննա։ Աղքատ լինելը ընտրություն չէ։ Միայն դա չէ։ Նա սխալ մարդկանց հետ էր շփվում։ Այդ աղջկա հայրը, Արման, գիտես ով է։ Արմանը լարվեց։ Ոչ։ Անահիտն ինձ երբեք չի պատմել։ Որովհետ ամաչում էր։ Ամուսնացած տղամարդ էր։ Կարոր մարդ։ Մեր ընկերության հաճախորդ։ Աշխարհը կանգ առավ։ Արմանը զգաց, որ թոքերից օդը սպառվում է։ Օ՜։ Ռուզաննան վարանեց, բայց գիտեր, որ այլս փախչելու տեղ չունի։ Ռոբերտ Մելիքյանը։ Մելիքյան Corporation-ի սեփականատերը։ Մեր ամենամեծ գործընկերը վերջին 10 տարիներին։ Արմանը ստիպված էր նստել։ Ռոբերտ Մելիքյան։ Ամուսնացած 3 երեխա, ընտանիքի մարդու կերպար։ Ոլորտի ամենահարգված գործարարներից մեկը։ Եվ Լիլիթի հայրը։ Ինչպես գիտես դա։ Անահիտն ինձ պատմեց։ Նա հուսահատ էր, հղի, մենակ։ Ռոբերտը հրաժարվեց ընդունել։ Նրան գումար առաջարկեց, որ հղիությունը ընդհատի։ Նա հրաժարվեց։ Այնուհետ նա պարզապես անհետացավ։ Կտրեց կապը։ Եվ երբ Լիլիթը ծնվեց, Անահիտն ինձնից օգնություն խնդրեց։ Ոչ թե քեզնից, որովհետ ամաչում էր, այլ ինձնից։ Ես նրան կապեցի Մարինեի հետ, մի ծանոթի, որը երեխաներ էր խնամում։ Սկսեցի վճարել Մարինեին, որ Լիլիթին խնամի, մինչ Անահիտն աշխատում էր։ Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը բարդացավ։ Անահիտը գնալով ավելի էր հիվանդանում, Մարինեն ավելի պահանջկոտ։ Եվ ես այլս չգիտեի ինչ անել։ Այնպես որ դու ամեն ինչ թաքցրիր ինձնից։ Թողեցիր, որ քույրս մենակ տառապի։ Թողեցիր, որ զարմուհիս սարսափելի պայմաններում ապրի։ Ամեն ինչ Ռոբերտ Մելիքյանի ընկերության հետ պայմանագիրը պաշտպանելու համար։ Ռուզաննան ոտքի կանգնեց, ձայնը սուր։ Միայն դա չէր։ Քեզ էլ պաշտպանելու համար էր։ Դու կարծում ես, Ռոբերտը թույլ կտար, որ սա հայտնի դառնար։ Դու կարծում ես, նա կհամաձայներ կորցնել իր հեղինակությունը մի զգույշ եղիր հաջորդ բառիդ հետ, կտրեց Արմանը, ձայնը սառցե։ Ռուզաննան փակեց բերանը։ Խորը շունչ քաշեց, փորձելով իրեն հավաքել։ Արման, գիտեմ, որ բարկացած ես։ Բայց լավ մտածիր։ Եթե սա հայտնի դառնա, ոչ միայն Ռոբերտն է կործանվելու։ Դու էլ ես։ Ընկերությունն է։ Բոլորս ենք։ Ռոբերտը կարող է մեզ դատի տալ, կարող է պայմանագրերը խզել, կարող է տարիների աշխատանքը ոչնչացնել։ Այդ աղջիկը, նա ժամացույցով ռումբ է։ Այդ աղջիկն անուն ունի։ Լիլիթը։ Եվ նա իմ զարմուհին է։ Եվ հիմա նա իմ պատասխանատվությունն է։ Եվ եթե Ռոբերտ Մելիքյանը կռիվ է ուզում, թող գա։ Սպասում եմ։ Ռուզաննան տեսավ, որ պարտվել է։ Վերցրեց պայուսակը։ Քայլեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ շրջվեց։ Դու սխալ ես գործում, Արման։ Բայց երբ հասկանաս, արդեն ուշ կլինի։ Նրա գնալուց հետո Արմանը կանգնած մնաց հյուրասենյակում, մարսելով ամեն ինչ։ Լիլիթը Ռոբերտ Մելիքյանի դուստրն էր։ Մի մարդու, որին նա ճանաչում էր տարիներ շարունակ, որի հետ տասնյակ գործարքներ էր կնքել, որը ժպտալով հայտնվում էր գալա ընթրիքներին։ Մի մարդու, որը լքել էր սեփական դստերը, նույնիսկ նրա ծնվելուց առաջ։ Արմանը վերցրեց հեռախոսը։ Զանգահարեց Ռոբերտի գրասենյակ։ Ուզում եմ հանդիպում Ռոբերտ Մելիքյանի հետ։ Այսօր։ Շտապ է։ Քարտուղարուհին փորձեց ասել, որ օրակարգը լիքն է, բայց Արմանը չընդունեց։ Ասա նրան, որ դա իր դստեր մասին է։ Նա կհասկանա։ 2 ժամ անց Ռոբերտ Մելիքյանը մտավ Արմանի գրասենյակ։ Բարձրահասակ, ճերմակած մազերով, անթերի կոստյումով։ Այն տեսքը, որը սովոր է ղեկավարել ցանկացած սենյակ։ Բայց երբ տեսավ Արմանի արտահայտությունը, քաղաքավարի ժպիտը դողաց։ Արման, ինչ դուստր։ Ինչի՞ մասին ես խոսում։ Արմանը մի լուսանկար դրեց սեղանին։
Լիլիթը, նկարված այդ օրվա առավոտյան, ամաչկոտ ժպտում էր տիկին Էմմայի տեսախցիկին։ Այս աղջիկը։ Նրա անունը Լիլիթ է։ Եվ նա քո դուստրն է։ Իմ քրոջ, Անահիտի հետ ունեցած դուստր։ Ռոբերտը գունատվեց։ Նայեց լուսանկարին, հայացքը փախցրեց, նորից նայեց։ Ձեռքը թեթակի դողաց։ Արման, ես դա վաղուց էր։ Ես չգիտեի, որ դու գիտեիր։ Անահիտը քեզ պատմել էր։ Դու նրան գումար առաջարկեցիր, որ խնդիրը լուծի։ Միայն թե նա որոշեց ունենալ երեխային։ Եվ դու պարզապես անհետացար։ Ռոբերտը ձեռքը տարավ դեմքին։ Երբ խոսեց, ձայնն այլ կերպ հնչեց։ Ավելի թույլ։ Դա սխալ էր։ Սարսափելի սխալ։ Բայց ես ամուսնացած էի, երեխաներ ունեի, պահպանելու կերպար ունեի։ Ես չէի կարող ընդունել։ Այնպես որ դու նախընտրեցիր լքել երեխային։ Ես գումար էի ուղարկում։ Մի որոշ ժամանակ ուղարկում էի։ Սուտ է։ Այն գումարը, որ Անահիտը ստանում էր, իմ ընտանիքից էր գալիս։ Դու ոչինչ չես ուղարկել։ Ռոբերտը լուռ մնաց։ Այնուհետ հոգոց հանեց, հանկարծ 10 տարով ծերացած թվալով։ Ինչ ես ուզում ինձնից, Արման։ Ուզում եմ, որ դու ճանաչես այս աղջկան։ Օրինականորեն։ Ուզում եմ, որ նա հոր անունն ունենա ծննդյան վկայականում։ Ուզում եմ 5 տարվա հետադարձ ալիմենտ։ Եվ ուզում եմ, որ դու բացատրես կնոջդ ու երեխաներիդ, թե ինչ ես արել։ Ռոբերտը ցատկով ոտքի կանգնեց։ Դու խենթ ես։ Դա կկործանի իմ ամուսնությունը։ Կկործանի իմ ընտանիքը։ Քո դուստրն արդեն մայր չունի։ Հայր էլ չի ունենալու։ Սա շանտաժ է։ Սա արդարություն է։ Դու 1 շաբաթ ունես որոշելու։ Կամ դու դա լավով ես անում, կամ ես հրապարակում եմ։ Եվ այդ դեպքում ոչ միայն քո ամուսնությունն է ավարտվելու, այլ քո ամբողջ հեղինակությունը։ Ռոբերտը դուրս եկավ գրասենյակից սայթաքելով, կարծես հարված ստացած մարդ լիներ։ Արմանը նստած մնաց, ձեռքերը դողում էին ադրենալինից։ Նա հենց նոր պատերազմ էր հայտարարել ոլորտի ամենահզոր մարդկանցից մեկի դեմ։ Բայց չէր զղջում։ Երբ տուն հասավ, Լիլիթը հյուրասենյակում նկարում էր։ Այս անգամ նկարն այլ էր։ Նյարդային խզբզոցներ չէին։ Տուն էր։ Փոքրիկ, հասարակ, մի պատուհանով ու մի դռնով։ Եվ տան կողքին 2 ձողիկներից պատրաստված մարդուկ։ Մեկը մեծ, մյուսը փոքր։ Երկուսն էլ ձեռք-ձեռքի տված։ Արմանը նստեց նրա կողքին, նայելով նկարին։ Ովքեր են այս մարդիկ։ Լիլիթը նայեց նրան, մեծ ու լուրջ աչքերով։ Մենք ենք։ Եվ առաջին անգամ, երբ այս ամենը սկսվեց, Արմանը զգաց մի բան, որը զայրույթ չէր, մեղքի զգացում չէր, վախ չէր։ Հույս էր։ Հույս, որ գուցե, միայն գուցե, նա կկարողանա ուղղել այն, ինչ կոտրվել էր։ Որ գուցե նա կկարողանա լինել այն ընտանիքը, որին Լիլիթն արժանի էր։ Բայց խորքում նա գիտեր, որ ամեն ինչ դեռ պետք է վատանար, նախքան լավանալը։ Որովհետև ցանկացած լավ պատմության մեջ գաղտնիքները երբեք մենակ չեն գալիս։ Եվ ամենամեծը դեռ առջում էր։ Այդ գիշեր Արմանը արթուն մնաց, մտածելով այն ամենի մասին, ինչ բացահայտել էր։ Ռոբերտ Մելիքյան, Սարգիս, Ռուզաննա։ Յուրաքանչյուրն իր մեղքի բաժինով, յուրաքանչյուրն իր լավ կառուցված արդարացումով։ Բայց խորքում բոլորն էլ նույն ընտրությունն էին կատարել, պաշտպանել սեփական կերպարը, երեխային պաշտպանելու փոխարեն։ Եվ ամենացավալին խոստովանելն էր, որ ինքն էլ էր այդ լքման մեխանիզմի մի մասը եղել։ Որովհետև եթե նա ավելի շատ ուշադրություն դարձներ քրոջը, եթե ավելի շատ հարցներ, եթե իսկապես մտահոգվեր, պարզապես երբեմն գումար ուղարկելու կարծելու փոխարեն, թե իր բաժինն անում է, գուցե այս ամենից ոչինչ տեղի չէր ունենա։ Կողքի սենյակում Լիլիթը նույնպես արթուն էր։ Նայում էր բարձր առաստաղին, ստվերներին, որ փողոցի լույսը գցում էր պատին։ Դեռ չէր կարողանում հավատալ, որ այդ վայրն իրական է, որ վաղը ուտելիքը չի վերջանա, որ ոչ ոք իր վրա չի գոռա աղմուկ անելու համար։ Նրա մի մասը դեռ սպասում էր արթնանալ բացահայտել, որ ամեն ինչ սխալ է, որ դա պարզապես չափազանց լավ երազ է, իրական լինելու համար։ Նա մտածում էր մոր մասին։
Վերջին անգամները, երբ նրան տեսել էր, Անահիտը միշտ հոգնած էր, միշտ տխուր, միշտ ներողություն էր խնդրում։ Ներողություն, ավելի լավ տուն չունենալու, խաղալիքներ գնել չկարողանալու, Լիլիթին Մարինե մորաքրոջ հետ թողնելու համար, մինչ ինքն աշխատում էր։ Լիլիթը երբեք լիովին չէր հասկացել, թե ինչու է մայրը ներողություն խնդրում։ Նրա համար մորը մոտ լինելը, նույնիսկ եթե ընդամենը մի փոքր, արդեն բավական էր։ Բայց հիմա մայրն այլս չկար։ Եվ Լիլիթը պետք է սովորեր ապրել մի աշխարհում, որտեղ սերը գալիս էր տարբեր ձերով, մարդկանցից, որոնց նա դեռ սովորում էր ճանաչել։ Հաջորդող օրերին մի առօրյա սկսեց ձավորվել։ Արմանը մանկական հոգեբան բժշկուհի Հասմիկին վարձեց, որպեսզի օգնի Լիլիթին հաղթահարել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Սեանսները դժվար էին։ Լիլիթը չէր սիրում խոսել, պաշտպանողական էր, պատասխանում էր միավանք բառերով։ Բայց բժշկուհի Հասմիկը համբերատար էր։ Օգտագործում էր նկարներ, խաղեր, պատմություններ։ Եվ կամաց-կամաց Լիլիթը սկսեց բացվել։ Պատմեց այն գիշերների մասին, երբ սոված էր քնում։ Աղմուկ անելու վախի մասին, որովհետև Մարինե մորաքույրը բարկանում էր։ Այն օրվա մասին, երբ փորձեց մոր մասին հարցնել, այնպիսի մեծ բղավոց ստացավ, որ այլս երբեք չհարցրեց։ Յուրաքանչյուր բացահայտում դանակի հարված էր Արմանի սրտին։ Նա լսում էր բժշկուհի Հասմիկի պատմածները յուրաքանչյուր սեանսի վերջում ստիպված էր լինում դուրս գալ, գնալ պատշգամբ, խորը շունչ քաշել, որ չպայթի զայրույթից։ Ինչպես կարող է երեխան այս ամենի միջով անցնել, ոչ ոք ոչինչ չանի, մի անգամ հարցրեց նա, ձայնը խեղդված։ Բժշկուհի Հասմիկը նրան նայեց հասկացողությամբ, բայց նա ամրությամբ։ Արման, խոցելի երեխաներն ամեն օր աննկատ են մնում։ Համակարգը ձախողում է, մարդիկ հայացքները փախցնում են, երբ ինչ-որ մեկը վերջապես տեսնում է, երբեմն արդեն ուշ է լինում։ Բայց Լիլիթի համար ուշ չէ։ Դուք նրան գտել եք։ Դուք այստեղ եք։ Եվ դա արդեն շատ բան է։ Բայց բավարար չէ, մրմնջաց նա։ Ոչ, համաձայնեց բժշկուհի Հասմիկը։ Բայց սկիզբ է։ Արմանը նա այլ քայլեր ձեռնարկեց։ Լիլիթին գրանցեց տան մոտ գտնվող մասնավոր դպրոցում, մի փոքրիկ ու հյուրընկալ դպրոց, որտեղ նա կարող էր դանդաղ սկսել։ Գնեց նոր շորեր, խաղալիքներ, գրքեր։ Բայց նկատում էր, որ Լիլիթը ճիշտ խաղալ չգիտեր։ Նա վերցնում էր խաղալիքները, հետաքրքրությամբ նայում դրանց, բայց շուտով զգուշությամբ հետ էր դնում տեղը, կարծես իրականում օգտագործելու թույլտվություն չունենար։ Տիկին Էմման էր, որ վերջապես սովորեցրեց Լիլիթին նորից երեխա լինել։ Նստում էր հատակին նրա հետ, տիկնիկներով ծիծաղելի ձայներ էր հանում, բարձր ծիծաղում էր, երբ Լիլիթը ինչ-որ չարաճճիություն էր անում։ Եվ կամաց-կամաց, շատ դանդաղ, Լիլիթը սկսեց ժպտալ։ Դա մեծ ու անհոգ ժպիտ չէր։ Ամաչկոտ, զգուշավոր ժպիտ էր, մեկի, ով դեռ փորձում է, թե կարող է վստահել։ Բայց ժպիտ էր։ Այս ամենի մեջ ընտանեկան պատերազմը նոր էր սկսվում։ Սարգիսը Լիլիթի գոյության լուրը տարածեց բոլորի մեջ, ոչ թե անկեղծ մտահոգությունից, այլ վրեժխնդրությունից։ Ուզում էր ցույց տալ, որ Արմանը շտապողական է, որ թույլ է տալիս իրեն խաբել, որ այդ աղջիկը կարող է շատ լավ ինքնակոչ լինել, որը փորձում է խաբել ընտանիքին։ Արմանի հեռախոսը չէր դադարում զնգալ։ Հեռավոր հորեղբայրներ, հորեղբորորդիներ, որոնց գոյության մասին նա նույնիսկ չգիտեր, ընտանիքի բարեկամներ, բոլորը կարծիք ունեին։ Ոմանք աջակցում էին, ասում էին, որ նա ճիշտ բան է անում։ Բայց մեծամասնությունը կասկածում էր։ Պահանջում էին դնդ-թեստ, ամբողջական հետաքննություն, զգուշություն։ Կարծես 5 տարեկան երեխան սպառնալիք լիներ, կարծես դնթն ավելի կարևոր լիներ, քան այն ակնհայտ փաստը, որ այդ աղջիկը լքված ու վատ վերաբերմունքի էր արժանացել։ Վերջին կաթիլը դարձավ, երբ Արմանի մայրը, տիկին Գայանեն, հայտնվեց առանց զգուշացնելու։ 70 տարեկան, խիստ, պահպանողական կին, սովոր ամբողջ ընտանիքին ղեկավարելուն։ Նա բնակարան մտավ վիրավորված թագուհու կեցվածքով, պահանջեց տեսնել թոռնուհուն։ Արմանը փորձեց Լիլիթին նախապատրաստել, բայց ժամանակ չունեցավ։ Տիկին Գայանեն արդեն հյուրասենյակում էր, աչքերը քննում էին աղջկա յուրաքանչյուր մանրուք, կարծես վաճառքի հանված իր լիներ։ Ուրեմն նա է, ասաց նա, ձայնը չոր։ Այդ գաղտնի թոռնուհին։ Լիլիթը գուչ եկավ բազմոցին, աչքերը լայն բացված վախից։ Արմանը մի քայլ առաջ արեց, կանգնելով նրանց միջ։ Մամ, մի արա այդպես։ Նա երեխա է։ Մի երեխա, որը հայտնվել է ոչ մի տեղից։
Մի երեխա, որի մասին դու նույնիսկ չգիտես, իսկապես Անահիտից է։ Ես գիտեմ, որ նրանից է։ Instant test պետք չէ իմանալու համար։ Բավական է նրան նայել։ Տիկին Գայանեն նայեց։ Եվ առաջին անգամ նրա արտահայտությունը դողաց։ Որովհետ անհնար էր ժխտել։ Լիլիթն ուներ Անահիտի աչքերը, Թավադյանների դեմքի ձը, նույնիսկ այն ձը, որով ճակատը կնճռոտում էր, երբ նյարդայնանում էր, ինչպես Արմանն էր անում։ Տիկին Գայանեն տեսավ այս ամենը, զգաց մի բան, որը չէր սպասում, մեղքի զգացում։ Որովհետ նա նույնպես ձախողել էր Անահիտի հետ։ Դատել էր դստեր ընտրությունները, հեռացել էր, երբ Անահիտն ամենաշատը մոր կարիք ուներ, նախընտրել էր պահպանել արտաքին տեսքը, իրական օգնություն առաջարկելու փոխարեն։ Եվ հիմա կանգնած էր թոռնուհու դիմաց, որին երբեք չէր ճանաչել, մի թոռնուհու, որը 5 տարի գոյություն ուներ աղքատության մեջ, մինչ տատիկն ապրում էր հարմարավետության մեջ։ Տիկին Գայանեն ծանր նստեց։ Մի երկար րոպե լուռ մնաց։ Երբ վերջապես խոսեց, ձայնն այլ կերպ հնչեց։ Ավելի թույլ, ավելի մարդկային։ Նա նման է Անահիտին, երբ փոքր էր։ Նույն վախեցած հայացքը, կարծես սպասում է, որ իրեն դուրս կանեն։ Արմանը զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Անահիտը նույնպես վախով էր մեծացել։ Վախով, որ բավականաչափ լավը չէ, որ չի համապատասխանում ընտանիքի չափանիշներին, որ հիասթափությունը։ Եվ երբ հղիացավ, մենակ ու վախեցած, օգնություն խնդրելու խիզախություն չունեցավ, որովհետև արդեն գիտեր, թե ինչ պատասխան կստանա դատապարտում։ Լիլիթը զգուշությամբ նայեց տատիկին։ Տիկին Գայանեն ձեռքը մեկնեց, թեթակի դողալով։ Արի այստեղ, աղջիկս։ Լիլիթը նայեց Արմանին։ Նա գլխով արեց։ Դանդաղ, Լիլիթը մոտեցավ։ Տիկին Գայանեն նրբորեն դիպավ նրա դեմքին, կարծես ապակու լիներ։ Դու մորթ աչքերն ունես, շշնջաց նա։ Եվ ես շատ եմ ցավում։ Ցավում եմ, որ նրան չեմ պաշտպանել։ Ցավում եմ, որ քեզ չեմ պաշտպանել։ Եվ հետո տեղի ունեցավ մի անսպասելի բան։ Տիկին Գայանեն սկսեց լաց լինել։ Դա նուրբ ու զուսպ լաց չէր։ Դա մեկի լացն էր, ով ներսից կոտրվում էր, ով վերջապես դեմ առ դեմ էր կանգնում տարիների սխալներին։ Լիլիթը, լիովին չհասկանալով, բայց զգալով ցավը, գրկեց տատիկին։ Եվ նրանք երկուսով այնտեղ մնացին, գրկախառնված, միասին լաց լինելով իրենց ընդհանուր կորուստների համար։ Արմանը հայացքը փախցրեց, սեփական արցունքները սպառնում էին թափվել։ Այդ պահին նա մի կարևոր բան հասկացավ, իր ընտանիքը վատը չէր։ Պարզապես մարդկային էր։ Սխալական, անկատար, վախեցած։ Եվ գուցե, միայն գուցե, Լիլիթը հենց այն էր, ինչ բոլորին պետք էր, վերջապես դա տեսնելու համար։ Բայց խաղաղությունը կարճ տեց։ Որովհետև հենց այդ գիշեր Արթուրը զանգահարեց նորություններով, որոնք նորից ամեն ինչ կփոխեին։ Արման, մի բան եմ գտել։ Մի մեծ բան։ Եվ դու չես հավատա։ Այն, ինչ Արթուրը բացահայտել էր, ստիպեց Արմանին նստել։ Սենյակը սկսեց պտտվել, պատերը կարծես փակվում էին։ Նա հեռախոսն այնքան ուժեղ բռնեց, որ մատները սպիտակեցին։ Կրկնիր դա, խնդրեց նա, ձայնը դժվարությամբ դուրս եկավ։ Անահիտը ոչ միայն հիվանդ էր, ասաց Արթուրը մյուս կողմից։ Նա վերջին 2 տարիներին 7 անգամ հոսպիտալացվել է։ Միշտ նույն նախնական ախտորոշմամբ, սուր թերսնուցում, խորը սակավարյունություն, ծայրահեղ հյուծվածություն։ Բայց մի բան էլ կա, Արման։ Վերջին ամիսներին նրան անհանգստության դեպրեսիայի դեմ անհանգստացնող մակարդակի դեղեր էին տալիս։ Եվ գիտես, ով էր վճարում բուժման համար։ Ռոբերտ Մելիքյանը։ Նա գումարը ուղիղ հիվանդանոցին էր փոխանցում, բայց մի պայմանով, որ ոչինչ չգրանցվի փաստաթղթերում, որոնք կարող են իրեն կապել Անահիտի հետ։ Արմանը զգաց, որ լեղին բարձրանում է կոկորդում։ Ռոբերտը ոչ միայն լքել էր դստերը։ Նա Անահիտին բավականաչափ կենդանի էր պահել, որ իրավական մեղք չունենա, բայց բավականաչափ հեռու, որ պատասխանատվություն չստանձնի։ Դա հաշվարկված, սառը, օգնության տակ քողարկված դաժանություն էր։ Էլի բան կա, շարունակեց Արթուրը, նրա ձայնն այլ էր։ Վախեցած։ Հիվանդանոցի գրանցումներին հասանելիություն եմ ստացել։ Անահիտը վերջին անգամ հոսպիտալացվել է մահանալուց 3 շաբաթ առաջ։ Եվ նրան այնտեղ տարել է ոչ թե Մարինեն, այլ տեր հայր Ալբերտը։ Քահանան։ Նույնը, որը Լիլիթին դուրս էր հանել եկեղեցուց։
Նույնը, որն այժմ սարսափելի կերպով իմաստ էր ստանում։ Քահանան գիտեր, շշնջաց Արմանը։ Նա ամեն ինչ գիտեր։ Ոչ միայն գիտեր։ Նա ներգրավված էր։ Գտել եմ բանկային փոխանցումներ ծխական համայնքից Մարինեի հաշվին։ Եկեղեցու պաշտոնական գումար, արդարացված որպես սոցիալական օգնություն։ Միայն թե գումարը չափազանց բարձր էր բարեգործություն լինելու համար։ Դա վճարում էր։ Վճարում Լիլիթին թաքցնելու, համոզվելու, որ նա հանրային վայրերում չի հայտնվի, որ ոչ ոք հարցեր չտա։ Արմանն անջատեց հեռախոսը, կանգնած մնաց սենյակի մթության մեջ։ Լիլիթը քնած էր կողքի սենյակում, վերջապես խաղաղ այնքան տառապանքից հետո։ Եվ նա բացահայտում էր, որ նրան անտեսանելի պահելու դավադրությունը շատ ավելի մեծ ու կազմակերպված էր, քան պատկերացնում էր։ Դա ոչ միայն ամոթը թաքցնել փորձող ընտանիք էր։ Դա մարդկանց մի ամբողջ ցանց էր, որոնցից յուրաքանչյուրը լռության դիմաց ինչ-որ բան էր ստանում։ Գումար, լավություններ, պաշտպանություն։ Հաջորդ օրը Արմանը գնաց եկեղեցի։ Երեքշաբթի առավոտ էր, քիչ հավատացյալներ կային։ Տեր հայր Ալբերտը գրասենյակում էր, կիրակնօրյա քարոզներ պատրաստում։ Երբ տեսավ Արմանին առանց թակելու ներս մտնելիս, ոտքի կանգնեց այն միշտ պրոֆեսիոնալ ժպիտով։ Արման, ինչ անակնկալ։ Ինչով կարող եմ օգնել։ Արմանը փակեց դուռը իր հետից։ Չնստեց։ Կանգնած մնաց, վերից նայելով քահանային, այն ամբողջ հասակով ու զայրույթով, որ կարող էր հավաքել։ Դու ինձ ամեն ինչ կպատմես։ Ի սկզբանե։ Եվ մի փորձի ստել, որովհետև ես արդեն կեսը գիտեմ։ Քահանայի ժպիտը դողաց։ Նա փորձեց պահպանել հանգստությունը, նորից նստեց, ձեռքերը խաչեց սեղանին։ Արման, չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Դու ես քրոջս հիվանդանոց տարել։ Դու ես փոխանցումներ արել Մարինեին։ Դու գիտեիր Լիլիթի մասին, օգնել ես նրան թաքցնել։ Եվ հոգեհանգստի օրը դու նրան դուրս հանեցիր եկեղեցուց։ 5 տարեկան երեխա լաց էր լինում դռան մոտ, դու նրան դուրս հանեցիր։ Ինչո՞վ։ Քահանան մի երկար պահ լուռ մնաց։ Երբ խոսեց, ձայնը հոգնած դուրս եկավ, կարծես չափազանց երկար ժամանակ բեռ էր կրում։ Ես փորձում էի պաշտպանել եկեղեցին։ Պաշտպանել ինչից։ Երեխայից։ Սկանդալից։ Ռոբերտ Մելիքյանը ծխական համայնքի ամենամեծ նվիրատուներից է։ Նա ֆինանսավորել է տանիքի վերանորոգումը, նոր նստարանները, կիրակնօրյա դպրոցի սենյակը։ Երբ իմացավ, որ Անահիտը նրանից հղի է, եկավ ինձ մոտ։ Ասաց, որ դա կկործանի իր ընտանիքը, որ օգնության կարիք ունի։ Ես կարծեցի, թե ճիշտ բան եմ անում։ Գտա Մարինեին մի ծխականի, որը գումարի կարիք ուներ։ Նա համաձայնեց մնալ աղջկա հետ, մինչ Անահիտն աշխատում էր։ Գումարի մի մասը Ռոբերտից էր գալիս, մի մասը եկեղեցուց։ Դա լուծում էր։ Մի ձ, որ բոլորը առաջ շարժվեին։ Լուծում, կրկնեց Արմանը, ձայնը վտանգավոր ցածր։ Դու դա լուծում ես անվանում։ Լիլիթը սոված է մնացել։ Վատ վերաբերմունքի է արժանացել։ Մեծացել է, կարծելով, թե ընտանիք չունի, որ սիրո արժանի չէ։ Եվ դու այս ամենը գիտեիր ու շարունակում էիր վճարել Մարինեին, որ նրան թաքցնի։ Ես չգիտեի, որ Մարինեն նրա հետ վատ է վարվում։ Երբ իմացա, արդեն ուշ էր։ Անահիտը մահանում էր, ես այլս չգիտեի ինչ անել։ Դու կարող էիր ինձ ասել, պայթեց Արմանը։ Կարող էիր ինձ զանգել, կարող էիր ինչ-որ բան անել։ Բայց նախընտրեցիր պաշտպանել Ռոբերտի փողը, պաշտպանել եկեղեցու հեղինակությունը։ Եվ քույրս մենակ մահացավ, մեղավոր, կարծելով, թե ձախողել է դստեր հետ։ Քահանան գլուխը խոնարհեց։ Առաջին անգամ նա փոքր, խոցելի թվաց։ Երբ նորից վեր նայեց, աչքերում արցունքներ կային։ Գիտեմ։ Ես դա ամեն օր կրում եմ։ Անահիտն ինձ աղաչեց հիվանդանոցում, որ իր գնալուց հետո Լիլիթին խնամեմ։ Ինձ ստիպեց երդվել, որ աղջկան քեզ մոտ կբերեմ։ Դրա համար թույլ տվեցի, որ նա գա հոգեհանգստին։ Կարծեցի, դու նրան կտեսնես, հարցեր կտաս, կբացահայտես։ Բայց չէի պատկերացնում, որ նա մենակ կփորձի մտնել։ Երբ տեսա նրան այնտեղ, վախեցած, առանց կոշիկների, այն ճմրթված նամակով, խուճապի մատնվեցի։ Մտածեցի, որ եթե նա ներս մտնի, բոլորը կտեսնեն, հարցեր կտան, ամեն ինչ կփլուզվի։
այնպես որ ես նրան դուրս հանեցի։ Եվ դա ամենավատ բանն է, որ երբե արել եմ իմ կյանքում։ Արմանը խորը շունչ քաշեց։ Ուզում էր գոռալ, ուզում էր ինչ-որ բան կոտրել, բայց զայրույթը խառնված էր մեկ այլ զգացմունքի հետ՝ տխրության։ Տխրություն Անահիտի համար, որը մահացավ մարդկանցով շրջապատված, որոնք ընտրել էին հարմարավետությունը կարեկցանքի փոխարեն։ Տխրություն Լիլիթի համար, որին վերաբերվել էին որպես խնդիր, ոչ թե մարդ։ Եվ տխրություն նույնիսկ այս կոտրված քահանայի համար, որը փորձել էր խղճի հետ աճպարարություն անել, հիմա վճարում էր գինը։ Ռոբերտը Լիլիթին օրինականորեն կճանաչի, ասաց Արմանը։ Եվ դու կստորագրես մի հայտարարություն, պատմելով այն ամենը, ինչ գիտես։ Բոլոր վճարումները, բոլոր խոսակցությունները, բոլոր համաձայնությունները։ Ես դա կօգտագործեմ համոզվելու, որ նա նորից չի փորձի փախչել։ Իսկ եթե նա հրաժարվի, այդ դեպքում ես ամեն ինչ հրապարակում եմ։ Եվ ինձ չի հետաքրքրում, թե քանի հեղինակություն կընկնի դրա հետ միասին։ Քահանան գլխով արեց, պարտված։ Արմանը դուրս եկավ եկեղեցուց ստորագրված հայտարարությամբ։ Բայց հաղթանակած զգալու փոխարեն դատարկություն էր զգում։ Որովհետև ամեն անգամ, երբ գլուխկոտրուկի նոր կտոր էր գտնում, ձավորվող պատկերն ավելի դգեղ, ավելի ցավալի էր։ Եվ հարցը, որը չէր լռում, այն էր՝ քանի՞ այլ Լիլիթներ կան այնտեղ։ Քանի՞ այլ անտեսանելի երեխաներ, թաքցված, որովհետև նրանց բացահայտելը անհարմար կլիներ։ Երբ տուն հասավ, գտավ տիկին Էմմային անհանգիստ։ Պարոն Արման, այստեղ մի կին կա։ Ասում է, որ պետք է ձեզ հետ խոսի։ Մարինեն է։ Արմանը զգաց, որ արյունը նորից եռում է։ Մարինեն։ Այն կինը, որը մնացել էր Լիլիթի հետ, որը գումար էր ստացել նրան խնամելու համար, փոխարենը անտեսել ու վատ էր վերաբերվել նրան։ Նա հյուրասենյակ մտավ, պատրաստ պայթելու, բայց այն, ինչ տեսավ, նրան զարմացրեց։ Մարինե Սարգսյանը այն չէր, ինչ նա սպասում էր։ Պատկերացնում էր դաժան, հաշվարկող, կոշտ հայացքով մեկին։ Բայց բազմոցին նստած կինը չափազանց նիհար էր, չափազանց հոգնած, հին ու բծավոր շորերով։ Մոտ 40 տարեկան էր, բայց 60-ի տեսք ուներ։ Ձեռքերը դողում էին ծնկներին։ Դուք Արման Թավադյանն եք, հարցրեց նա, ձայնը խռպոտ։ Ես եմ։ Իսկ դու այն Մարինեն ես, որը վատ է վերաբերվել իմ զարմուհուն։ Նա կուչ եկավ, կարծես ապտակ ստացած լիներ։ Աչքերը լցվեցին արցունքներով։ Գիտեմ, որ ինձ ատում եք։ Եվ իրավացի եք։ Ես սարսափելի բաներ եմ արել։ Բայց ես պետք է խոսեմ, պետք է ճշմարտությունը պատմեմ, մինչ շատ ուշ չլինի։ Արմանը ձեռքերը խաչեց, հեռավորություն պահպանելով։ Ուրեմն խոսիր։ Մարինեն խորը շունչ քաշեց, ձեռքերը սեղմում էին հին պայուսակը ծնկներին։ Երբ քահանան ինձ մոտ եկավ, ես հուսահատ էի։ Հենց նոր էի կորցրել աշխատանքս, վարձ էի պարտք, հաշիվներս վճարելու միջոց չունեի։ Նա ասաց, որ ամսական 250,000 դրամ կստանամ մի աղջկա խնամելու համար։ Հրաշք էր թվում։ Սկզբում փորձեցի։ Երդվում եմ, փորձեցի։ Լիլիթը փոքր էր, հանգիստ, գլխացավանք չէր։ Բայց գումարը երբեք չէր բավականացնում։ Ես հին պարտքեր ունեի, վաշխառուներ էին պահանջում, 250,000-ը անհետանում էր մինչ ամսվա վերջ։ Սկսեցի կրճատել այն, ինչ Լիլիթի համար էր։ Ավելի քիչ ուտելիք, ավելի քիչ շոր, ավելի քիչ ամեն ինչ։ Եվ երբ նա լաց էր լինում, երբ մորն էր խնդրում, ես բարկանում էի։ Բարկանում էի ինձ վրա, իրավիճակի վրա, վերջում թափում էի նրա վրա։ Դու թողել ես, որ երեխան սոված մնա, ասաց Արմանը, ձայնը սառց է։ Ծեծել ես նրան։ Մարինեն գլուխը խոնարհեց, ամաչելով։ Գոռում էի։ Հրում էի, երբ ճանապարհիս էր։ Բայց երբեք այնպես չեմ ծեծել, որ վնասեմ։ Գիտեմ, որ դա ինձ չի արդարացնում։ Գիտեմ, որ այն, ինչ արել եմ, սարսափելի է։ Բայց ես պետք է, որ հասկանաք, ես խորտակվում էի։ Եվ երբ Անահիտը մահացավ, խուճապի մատնվեցի։ Որովհետև գումարը գդադար էր։ Եվ ես չգիտեի, ինչ անել Լիլիթի հետ։ Ինչու նրան տարար հոգեհանգստին։ Որովհետև Անահիտը ինձ մոտ էր նամակ թողել։ Խնդրելով, որ Լիլիթին ձեզ մոտ բերեմ։ Բայց ես վախեցա։ Վախեցա, որ դուք հարցեր կտաք, կբացահայտեք, թե ինչպես եմ նրա հետ վարվել։
Այնպես որ ես նրան թողեցի դռան մոտ ու գնացի։ Կարծեցի, ինչ-որ մեկը նրան կընդունի, ինչ-որ մեկը կանի այն, ինչ ես չարեցի։ Արմանը զզվանք զգաց։ Զզվանք Մարինեից, զզվանք ամբողջ իրավիճակից։ Բայց նրա մի մասը, այն մասը, որը փորձում էր ամեն ինչ հասկանալ, ճիշտ հարցը տվեց. Ինչու ես հիմա այստեղ։ Ինչու ես եկել ինձ սա պատմելու։ Որովհետ ինչ-որ մեկն ինձ մոտ եկավ։ Ինչ-որ մեկը գումար առաջարկեց, որ ստեմ։ Որ ասեմ, թե Լիլիթը Անահիտի դուստրը չէ, որ նա ինքնակոչ է, որ ես նրան ուրիշից եմ վերցրել, փորձում եմ ձեր ընտանիքին խաբել։ Արմանը լարվեց։ Օ՜։ Մարինեն պայուսակից մի թուղթ հանեց։ Չեք։ 10,000,000 դրամի չափով։ Ստորագրված Սարգիս Թավադյանի կողմից։ Նա ինձ սա առաջարկեց, որ Լիլիթին անհետացնեմ։ Ասաց, որ հետո էլի 5,000,000 կտա, եթե պատմությունը պահեմ։ Բայց ես արդեն չափազանց շատ սխալ բաներ եմ արել։ Ես դա չեմ անի երեխայի հետ։ Ոչ նորից։ Նա չեկը տվեց Արմանին։ Նա նայեց թղթին, հորեղբորորդու ստորագրությանը։ Սարգիսը չէր հանձնվել։ Դեռ փորձում էր ջնջել Լիլիթին, դեռ պատրաստ էր ցանկացած կին վճարել, պաշտպանելու այն, ինչ կարծում էր, թե իրենն է իրավունքով, ընտանիքի ժառանգությունը։ Դու նրա դեմ ցուցմունք կտաս, ասաց Արմանը։ Կստորագրես հայտարարություն ամեն ինչի մասին։ Եվ Լիլիթի մասին, թե ինչպես ես նրա հետ վարվել։ Կտամ։ Ամեն ինչ կանեմ, փորձելու ուղղել այն, ինչ արել եմ։ Գիտեմ, որ ուղում չկա, բայց պետք է փորձեմ։ Արմանը կանչեց Արթուրին, որն անմիջապես եկավ թղթերով ու վկաներով։ Մարինեն ամեն ինչ նորից պատմեց, այս անգամ պաշտոնապես գրանցված։ Խոսեց վճարումների, Լիլիթի ապրելու պայմանների, Սարգիսի սպառնալիքների մասին։ Եվ երբ վերջացրեց, 10 կիլոգրամով ավելի թեթ թվաց, կարծես մեղքի բեռը մասամբ հանվել էր ուսերից։ Նրա գնալուց հետո Արմանը մենակ մնաց հյուրասենյակում։ Նայեց 10,000,000 դրամի չեկին։ 10,000,000 երեխային գոյությունից ջնջելու համար։ Կարծես կյանքը գին ունենար։ Կարծես Լիլիթը ապրանք լիներ, ոչ թե մարդ։ Նա գնաց այն սենյակ, որտեղ Լիլիթը քնած էր։ Կանգնեց դռան մոտ, դիտելով։ Նա քնած էր, գրկած մի արջուկ, որը տիկին Էմման էր տվել։ Առաջին անգամ նա իսկապես խաղաղ էր թվում։ Մղձավանջներ չուներ, վախեցած չէր արթնանում։ Վերջապես սկսում էր զգալ, որ այնտեղ անվտանգ է։ Եվ Արմանս մեկ խոստում տվեց։ Նա ոչ միայն կպաշտպաներ Լիլիթին։ Նա կստիպեր բոլորին, ովքեր փորձել էին նրան ջնջել, վճարել։ Կօգտագործեր յուրաքանչյուր ապացույց, յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր ապացույց, համոզվելու, որ նա ոչ միայն ճանաչված է, այլ հարգված։ Եվ որ նրանք, ովքեր փորձել էին նրան ոչնչացնել, այլս երբեք ոչ ոքի վրա իշխանություն չեն ունենա։ Բայց գլուխկոտրուկում դեռ մի կտոր պակասում էր։ Մի բան, որ Անահիտը գրել էր նամակում, որը Արմանը առաջին անգամ չէր հասկացել։ Նա վերցրեց դարակում պահվող ճմրթված թուղթը, ուշադիր վերընթերցեց։ Վերջում Լիլիթին խնամելու խնդրանքից հետո մի տարօրինակ տող կար։ Եթե մի օր ուզենաս հասկանալ, թե ինչու եմ այս ամենն արել, փնտրիր կապույտ տուփը։ Այն այնտեղ է, որտեղ ամեն ինչ սկսվեց։ Որտեղ ամեն ինչ սկսվեց։ Մտածեց Արմանը։ Անահիտի տունը։ Այն հասարակ տնակը, որտեղ նա ապրել էր վերջին տարիները։ Նա երբեք այնտեղ չէր գնացել նրա մահից հետո։ Խիզախություն չէր ունեցել։ Բայց հիմա պետք էր։ Հաջորդ օրը հասցեն վերցրեց Արթուրից գնաց այնտեղ։ Ավանում մի հին երկհարկանի տուն էր, մի բանվորական թաղամասում, որտեղ տները իրար կպած էին։ Դուռը փակ էր, բայց Արմանն ուներ բանալիները, որոնք հիվանդանոցը վերադարձրել էր։ Դանդաղ ներս մտավ, կարծես սուրբ վայր ներխուժեր։ Տնից բորբոսի մենության հոտ էր գալիս։ Քիչ կահույք կար, ամեն ինչ հին ու մաշված։ Բայց մաքուր էր, կոկիկ։ Անահիտը գուցե աղքատ էր, բայց արժանապատվություն ուներ։ Արմանը քայլեց փոքրիկ սենյակներով, սիրտը սեղմված։ Այստեղ էր ապրել քույրը։ Այստեղ էր նա եփում, քնում, լաց լինում։ Այստեղ էր նա մեծացրել Լիլիթին առաջին տարիներին, նախքան նրան Մարինեին հանձնելը։
Ննջասենյակում պահարանի վերում Արմանը գտավ կոշիկի կապույտ տուփ։ Զգուշությամբ հանեց այն, նստեց մահճակալին, բացեց։ Ներսում լուսանկարներ կային։ Շատ լուսանկարներ։ Հղի Անահիտը ժպտում էր տեսախցիկին։ Անահիտը նորածին Լիլիթի հետ գրկում։ Անահիտն ու Լիլիթը հրապարակում, այգում, պաղպաղակի սրահում։ Բոլոր լուսանկարներում նրանք երջանիկ էին։ Քիչ բան ունեին, բայց իրար ունեին։ Բայց էլի բան կար։ Նամակներ։ Նամակներ, որոնք Անահիտը գրել էր Լիլիթին, բայց երբեք չէր տվել։ Նամակներ, որոնք բացատրում էին, թե ինչու պետք է այդքան շատ աշխատեր, թե ինչու երբեմն չէր կարող ներկա լինել, թե ինչու էր կյանքը դժվար։ Եվ տուփի հատակին Արմանի անունով կնքված ծրար։ Նա բացեց դողացող ձեռքերով։ Ներսում երկար նամակ էր։ Անահիտի ձեռագիրը, այն ձեռագիրը, որը նա ճանաչում էր մանկուց։ Եվ յուրաքանչյուր բառը խոստովանություն էր, ուշացած ներողություն, բացատրություն, որը նա երբեք կյանքում տալու խիզախություն չէր ունեցել։ Արման, եթե դու սա կարդում ես, նշանակում է, ես քեզ անձամբ պատմելու խիզախություն չեմ ունեցել։ Գիտեմ, որ բարկացած կլինես։ Կուզենաս իմանալ, թե ինչու եմ թաքցրել Լիլիթին, ինչու օգնություն չեմ խնդրել։ Ճշմարտությունը պարզ է ու ցավալի, ես ամաչում էի։ Ամաչում էի, որ սիրահարվել եմ ամուսնացած տղամարդու։ Ամաչում էի, որ հավատացել եմ նրա խոստումներին։ Ամաչում էի, որ հղիացել եմ, նա ինձ գումար է առաջարկել խնդիրը լուծելու համար, կարծես մեր դուստրը վերացման ենթակա խնդիր լիներ։ Ես հրաժարվեցի գումարից։ Պահեցի Լիլիթին։ Բայց հետո հասկացա, որ մենակ երեխա մեծացնելն անհնար է, երբ հազիվ ես կարողանում քեզ պահել։ Մի քանի անգամ քեզ փնտրեցի։ Զանգեցի, հաղորդագրություն ուղարկեցի։ Բայց դու միշտ զբաղված էիր, միշտ ժողովի, միշտ ավելի կարևոր բանով։ Եվ ամեն անգամ, երբ ասում էիր, որ հետո կխոսենք, ես ավելի էի համոզվում, որ առաջնահերթություն չեմ։ Որ մենք տարբեր աշխարհներում ենք մեծացել։ Դու, քո կայսրությունում, ես, իմ ամենօրյա պայքարում։ Այնպես որ ընդունեցի քահանայի օգնությունը։ Լիլիթին ցերեկը հանձնում էի Մարինեին, աշխատում էի մինչ ուժասպառ լինելը, գիշերը հետ էի վերցնում։ Հյուծիչ առօրյա էր, բայց դա էր, ինչ ունեի։ Մինչ հիվանդացա։ Եվ հետո ամեն ինչ փլուզվեց։ Ես կուզենայի ավելի լավը լինել, Արման։ Կուզենայի ավելի ուժեղ լինել։ Բայց աշխարհը դաժան է ինձ նման կանանց հետ։ Ռոբերտը շարունակեց իր կյանքը, կառուցելով իր կայսրությունը, ժպտալով կնոջ հետ լուսանկարներում։ Իսկ ես մնացի այստեղ, փորձելով գոյատել, մենակ մեծացնելով մեր դստերը։ Հիմա, երբ հեռանում եմ, իմ ամենամեծ զղջումը Լիլիթին ունենալը չէ։ Այլ այն է, որ ավելի շատ չեմ պայքարել, որ դու նրան ճանաչես։ Որովհետև նրան ընտանիք է պետք, Արման։ Պետք է իմանա, որ սիրված է, որ արժեք ունի, որ սխալ կամ խնդիր չէ։ Եվ ես վստահում եմ, որ դու, չնայած ամեն ինչին, դա նրան կտաս։ Կլինես այն քեռին, որը ես երբեք թույլ չտվեցի, որ լինես։ Կլինես այն ընտանիքը, որին նա արժանի է։ Ներիր քրոջդ, որը քեզ հիասթափեցրեց։ Եվ խնամիր իմ աղջկան։ Սիրով կարոտով, Անահիտ։ Արմանը վերջացրեց կարդալը, դեմքը թաց արցունքներից։ Զգուշությամբ ծալեց նամակը, հետ դրեց ծրարի մեջ։ Նստած մնաց քրոջ մահճակալին, այն փոքրիկ տան լռության մեջ, վերջապես թույլ տվեց, որ ցավը գա։ Լացեց Անահիտի համար, նրա ունեցած դժվար կյանքի համար։ Լացեց Լիլիթի համար, տառապանքի տարիների համար։ Եվ լացեց իր համար, կորցրած հնարավորությունների, չպատասխանված զանգերի, հպարտության ու կուրության համար, որոնք խանգարել էին նրան տեսնել, որ քույրը խորտակվում է։ Երբ վերջապես ոտքի կանգնեց, արդեն ուշ էր։ Արը մայր էր մտնում, կեղտոտ պատուհանից երկինքը նարնջագույն ներկելով։ Արմանը վերցրեց կապույտ տուփը, զգուշությամբ ամեն ինչ պահեց։ Այդ հիշողությունները Լիլիթին էին պատկանում։ Մի օր, երբ նա պատրաստ լիներ, նա ամեն ինչ կտար նրան։ Լուսանկարները, նամակները, ապացույցը, որ մայրը նրան սիրել է մինչ վերջ։ Փակեց տունը, վերադարձավ մեքենա։ Ճանապարհին Արթուրը զանգահարեց։ Արման, Ռոբերտը ուզում է բանակցել։ Պատրաստ է Լիլիթին օրինականորեն ճանաչել, վճարել այն ամենը, ինչ պարտք է։ Բայց պայմաններ ունի։ Ինչ պայմաններ։ Նա ուզում է, որ ամեն ինչ սուսպ լինի։
Առանց մամուլի, առանց սկանդալի։ Եվ ուզում է, որ Լիլիթը Թավադյան ազգանունը կրի, ոչ թե Մելիքյան։ Արմանը զգաց, որ զայրույթը վերադառնում է։ Նա ուզում է հայր լինել միայն թղթի վրա։ Ուզում է վարկը, առանց պատասխանատվության։ Նա վախենում է, որ կինը կիմանա։ Վախենում է մյուս երեխաներից։ Փորձում է վնասը վերահսկել։ Ասա նրան, որ մինչ ուրբաթ ժամանակ ունի։ Եթե մինչ այդ փաստաթղթերը չստորագրի, ես ամեն ինչ մամուլ կտանեմ։ Յուրաքանչյուր ապացույց, յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր ձայնագրված խոսակցություն։ Եվ այդ դեպքում ոչ միայն նրա ամուսնությունն է ավարտվելու, այլ ամբողջ հեղինակությունը։ Արմանն անջատեց։ Երանի փողոցներով մեքենա վարեց, զգալով այն ամենի ծանրությունը, ինչ բացահայտել էր։ Լռությունների դավադրություն։ Յուրաքանչյուր ներգրավված անձ իր արդարացումն ուներ, իր պատճառը, իր հիմնավորումը։ Բայց վերջում բոլորն էլ նույն ընտրությունն էին կատարել, պաշտպանել իրենց խոցելի երեխային պաշտպանելու փոխարեն։ Եվ ամենավատն այն էր, որ ինչ-որ կերպ ինքն էլ էր դրա մի մասը եղել։ Որովհետև ընտրված տգիտությունը հանցակցություն է։ Եվ նա ընտրել էր չտեսնել, չհարցնել, չխառնվել քրոջ բարդ կյանքին։ Բայց դա կփոխվեր։ Նա կուղեր այն, ինչ կոտրվել էր։ Արդարություն կհաստատեր Անահիտի Լիլիթի համար։ Կհամոզվեր, որ ընտանիքում այլս ոչ ոք չի կարող մարդկանց վերաբերվել որպես անպետք իրի։ Երբ տուն հասավ, Լիլիթն արթուն էր, նստած հյուրասենյակում տիկին Էմմայի հետ։ Նրանք երկուսով գլուխկոտրուկ էին հավաքում։ Լիլիթը աչքերը բարձրացրեց, երբ նա ներս մտավ, առաջին անգամ, երբ ծանոթացել էին, ժպտաց։ Փոքրիկ, ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտ։ Բար, Քերի, ասաց նա։ Քերի։ Առաջին անգամ էր, որ նրան այդպես էր դիմում։ Եվ այդ պարզ բառը ինչ-որ բան կոտրեց Արմանի ներսում։ Նա կրացավ, նրա հասակին հավասարվեց։ Բար, Լիլիթ։ Ինչպես անցավ օրդ։ Լավ։ Էմմա տատիկն ինձ սովորեցրեց շոկոլադե երշիկ պատրաստել։ Իսկապես։ Համով էր։ Նա գլխով արեց, աչքերը փայլում էին։ Եվ մի կտոր քեզ համար եմ պահել։ Արմանը զգաց, որ կուրծքը սեղմվում է հուզմունքից։ Վերցրեց նրա առաջարկած քաղցրավենիքը, դանդաղ կերավ, համտեսելով յուրաքանչյուր կտորը։ Աշխարհի ամենալավ պատրաստված քաղցրավենիքը չէր։ Մի քիչ ծուռ էր, շատ շաքարավազով։ Բայց դա ամենակարևոր քաղցրավենիքն էր, որ նա երբեք կերել էր։ Որովհետև դա առաջինն էր, որ իր զարմուհին իր համար էր պատրաստել։ Դա նրանց միջ նոր բանի սկիզբն էր։ Հիանալի է, ասաց նա։ Ամենահամով շոկոլադե երշիկն է, որ երբեք կերել եմ։ Լիլիթը նորից ժպտաց, այս անգամ ավելի բաց։ Եվ այդ պահին Արմանը գիտեր, որ ամեն ինչ լավ կլինի։ Հեշտ չէր լինի, արագ չէր լինի։ Բայց լավ կլինի։ Որովհետև հիմա նա ուներ մի բան, որ երբեք չէր ունեցել, պայքարելու իրական պատճառ։ Ոչ փողի համար, ոչ ընկերության համար, ոչ հեղինակության համար։ Նրա համար։ Լիլիթի համար։ Ընտանիքի համար։ Ուրբաթը եկավ։ Արմանն արթնացավ սովորականից շուտ, ստամոքսը պտտվում էր անհանգստությունից։ Ռոբերտ Մելիքյանին տված ժամկետի օրն էր։ Այն օրը, երբ ամեն ինչ կորոշվեր։ Զգուշությամբ հագավ կոստյումը, ստուգեց Արթուրի պատրաստած փաստաթղթերը, խորը շունչ քաշեց։ Այսօր այլս գործի մասին չէր։ Արդարության մասին էր։ Լիլիթը հյուրասենյակում նախաճաշում էր տիկին Էմմայի հետ, երբ նա դուրս եկավ։ Նա նախորդ շաբաթ սկսել էր դպրոց գնալ, չնայած սկզբնական վախին, հարմարվում էր։ Երկու ընկեր էր ձեռք բերել, Սոֆի անունով մի աղջիկ, Դավիթ անունով մի տղա։ Կյանքում առաջին անգամ նա իսկական ընկերներ ուներ, իր տարիքի մարդիկ, որոնք նրան տեսնում էին որպես հավասար, ոչ թե խնդիր։ Ցտեսություն, Քերի, ասաց նա, թափահարելով ջեմով լի ձեռքը։ Ցտեսություն, փոքրիկ։ Այսօր կեսօրին միասին մի լավ բան կանենք։ Դու կընտրես։ Նրա աչքերը փայլեցին։ Իսկապես։ Ցանկացած բան։ Ցանկացած բան, խոստացավ նա, ժպտալով։ Երբ հասավ գրասենյակ, Արթուրն արդեն սպասում էր լուրջ դեմքով։ Նա գալիս է։ Բայց փաստաբանների հետ է գալիս։ Իհարկե, պատասխանեց Արմանը, չանհանգստանալով։
Վաղկոտ մինչ վերջ։ Կես ժամ անց Ռոբերտ Մելիքյանը մտավ խորհրդակցությունների սենյակ։ Ավելի նիհար էր, աչքերը փոս ընկած, կեցվածքը լարված։ 3 փաստաբան էր բերել իր հետից, բոլորը լիքը թղթապանակներով պրոֆեսիոնալ արտահայտություններով։ Բայց Արմանը գիտեր ճանաչել վախը, երբ տեսնում էր։ Եվ Ռոբերտը սարսափած էր։ Բարի լույս, ասաց Արմանը, ցույց տալով աթոռները։ Այսօր սա լուծելու ենք։ Ռոբերտը նստեց, փաստաբանները շուրջը։ Նա ուղիղ չէր նայում Արմանին, աչքերը սեղանին էր պահում։ Ես եկել եմ անելու այն, ինչ ճիշտ է, սկսեց նա, ձայնը վերահսկված, բայց ծայրերում դողալով։ Ես պատրաստ եմ ճանաչել Լիլիթին։ Կվճարեմ հետադարձ ալիմենտ, կստանձնեմ բոլոր ֆինանսական պատասխանատվությունները։ Բայց պետք է, որ հասկանաս իմ դիրքը։ Ես ընտանիք ունեմ, հեղինակություն ունեմ։ Սա չի կարող կրկեսի վերածվել։ Արմանը առաջ թեքվեց, աչքերը հառած Ռոբերտին։ Քո դիրքը։ Դիրքի մասին ես ուզում խոսել։ Դու լքել ես երեխային նրա ծնվելուց առաջ։ Գումար ես առաջարկել Անահիտին, որ նրանից ազատվի։ Եվ երբ նա հրաժարվել է, դու պարզապես անհետացել ես։ Թողել ես, որ քույրս քո դստերը մենակ մեծացնի, աղքատության մեջ, առանց աջակցության, առանց ոչնչի։ Եվ հիմա ուզում ես պայմաններ բանակցել, կարծես արտրային պայմանագիր լինես կնքում։ Փաստաբաններից մեկը փորձեց միջամտել։ Պարոն Թավադյան, եկեք պահպանենք քաղաքավարությունը։ Մենք այստեղ ենք, գտնելու մի լուծում, որը կշահի երեխային։ Երեխան անուն ունի, կտրեց Արմանը, ձայնը սուր։ Լիլիթը։ Եվ նա լուծման ենթակա խնդիր չէ։ Նա մարդ է, որն արժանի է հայր ունենալու։ Իսկական հայր, ոչ թե պարզապես անուն ծննդյան վկայականում։ Ռոբերտը վերջապես աչքերը բարձրացրեց։ Եվ առաջին անգամ Արմանն այնտեղ իրական մի բան տեսավ։ Դա միայն վախ չէր։ Մեղքի զգացում էր։ Զղջում, ափսոսանք։ Գիտեմ, որ ամեն ինչ փչացրել եմ, ասաց Ռոբերտը, ձայնը կոտրվելով։ Գիտեմ, որ արդարացում չկա։ Ես ամուսնացած էի, երեխաներ ունեի, պատասխանատվություններ ունեի։ Երբ Անահիտն ինձ պատմեց հղիության մասին, խուճապի մատնվեցի։ Ճիշտ չմտածեցի։ Պարզապես ուզեցի, որ խնդիրն անհետանա։ Եվ հիմա նա մահացած է, ես չեմ կարող ուղղել։ Չեմ կարող նրանից ներողություն խնդրել։ Կարող եմ միայն փորձել ճիշտն անել Լիլիթի համար։ Ուրեմն արա, ասաց Արմանը։ Բայց ոչ քո ձով։ Ճիշտ ձով։ Ճանաչիր նրան օրինականորեն։ Տուր նրան Մելիքյան ազգանունը։ Ներկայացրու նրան քո մյուս երեխաներին։ Կնոջդ։ Պատմիր ճշմարտությունը։ Ամբողջ ճշմարտությունը։ Ռոբերտը գունատվեց։ Արման, դու գիտես, որ դա կկործանի իմ ամուսնությունը։ Իսկ ինչ։ Կարծում ես, ինձ հետաքրքրում է քո ամուսնությունը։ Դու կործանել ես քրոջս կյանքը։ Կործանել ես սեփական դստերդ մանկությունը։ Եվ ուզում ես, որ ես խղճամ կնոջդ։ Քո հեղինակությանը։ Փաստաբանները իրար նայեցին, անհարմար։ Նրանցից մեկը նորից փորձեց։ Պարոն Թավադյան, գուցե կարող ենք միջին ճանապարհ գտնել։ Օրինական ճանաչում, առանց հանրային բացահայտման։ Հետադարձ ապագա ալիմենտ, բայց զսպվածությամբ։ Դա ավելի լավ կլինի բոլորի համար, այդ թվում աղջկա։ Արմանը ոտքի կանգնեց։ Քայլեց դեպի պատուհան, նայեց ներքում գտնվող երանին։ Մտածեց Լիլիթի մասին, որն այդ պահին դպրոցում էր, փորձում էր սովորել երեխա լինել։ Մտածեց Անահիտի մասին, աղքատ տնակում, աշխատում էր մինչ մարմինն այլս չդիմանար, որ դստերը արժանապատվություն տար։ Մտածեց, թե քանի անգամ է ինքը ընտրել ամենահեշտ ճանապարհը, ամենահարմար լուծումը։ Շրջվեց դեպի Ռոբերտը։ Ես քեզ մի տարբերակ կտամ։ Դու անում ես հենց այն, ինչ ես ասացի, ամբողջական ճանաչում, Մելիքյան ազգանուն, ներկայացում ընտանիքին։ Եվ դրա դիմաց ես այս ամենից ոչինչ մամուլ չեմ տանում։ Ամեն ինչ զուսպ եմ պահում։ Պատմությունը կշրջանառվի ընտանիքում, բայց դուրս չի գա։ Դու ժամանակ կունենաս քո ձով պատմելու, կնոջդ, երեխաներիդ նախապատրաստելու։ Բայց պետք է ճշմարտությունը լինի։ Ամբողջը։ Առանց բացթողումների, առանց կիսատ բառերի։ Իսկ եթե հրաժարվեմ։
Արմանը մի ֆլեշ գրիչ դրեց սեղանին։ Այստեղ ամեն ինչ կա։ Հայտարարություններ, վճարման ապացույցներ, ձայնագրված խոսակցություններ, ցուցմունքներ։ Արթուրը կրկնօրինակներ ունի։ Եթե մինչ օրվա վերջ այս փաստաթղթերը չստորագրես, ես սա վաղը առավոտյան 3 տարբեր թերթերի կհանձնեմ։ Եվ այդ դեպքում ոչ մի վերահսկողություն չես ունենա, թե ինչպես կպատմվի պատմությունը։ Ռոբերտը նայեց ֆլեշ գրիչին, կարծես նռնակ լիներ։ Խորը շունչ քաշեց, նայեց փաստաբաններին։ Նրանք գլխով արեցին, հաշտված։ Նա պարտվել էր պատերազմը, նույնիսկ այն սկսելուց առաջ։ Լավ, ասաց նա, ձայնը դժվարությամբ դուրս եկավ։ Ես կստորագրեմ։ Ես ամեն ինչ կանեմ։ Պարզապես ինձ ժամանակ տուր։ Պետք է նախ կնոջս հետ խոսեմ։ Պետք է երեխաներիս նախապատրաստեմ։ Դու 1 շաբաթ ունես, համաձայնեց Արմանը։ 1 շաբաթ, ամեն ինչ պատմելու։ Եվ այդ շաբաթվա վերջում դու գալիս ես այստեղ Լիլիթի ներկայությամբ, ստորագրում ես փաստաթղթերը, պաշտոնապես ընդունում, որ նրա հայրն ես։ Եվ եթե բացակայես, եթե փորձես փախչել, եթե արդարացում հորինես, ես ամեն ինչ գործի կդնեմ։ Ռոբերտը գլխով արեց, պարտված։ Ոտքի կանգնեց, փաստաբանները հավաքեցին թղթապանակները։ Դռան մոտ նա կանգ առավ, շրջվեց։ Լիլիթը, նա լավ աղջիկ է։ Արմանը ցանկություն ունեցավ չպատասխանել, թողնել նրան կասկածի մեջ։ Բայց մտածեց, որ Լիլիթն արժանի է, որ հայրն իմանա, թե ով է նա։ Նա անհավանական է։ Ուժեղ է, խիզախ, բարի։ Անցել է բաների միջով, որոնք կկործանեին մեծահասակներին, այնուամենայնիվ կարողանում է ժպտալ։ Նա շատ ավելի լավն է, քան մեզնից որը մեկն արժանի է։ Ռոբերտը գլխով արեց, աչքերը խոնավ։ Դուրս եկավ առանց այլ խոսքերի։ Նրա գնալուց հետո Արթուրը բարձր հոգոց հանեց։ Դու գիտես, որ սա դեռ կարող է սխալ ընթանալ, չէ՞։ Նա կարող է պատմել կնոջը, նա կարող է համոզել նրան պայքարել։ Կարող է վերածվել խնամակալության պատերազմի, վիճարկվող դնթեի, չի վերածվի, ընդհատեց Արմանը։ Նա հոգնել է ստելուց։ Ես տեսա նրա աչքերում։ Նա ուզում է ուղղել, նույնիսկ եթե շատ ուշ է։ Ճիշտ բանը կանի։ Իսկ եթե չանի, այդ դեպքում մենք նրան կոչնչացնենք։ Այդքան պարզ։ Արմանը տուն վերադարձավ պլանավորվածից շուտ։ Ուզում էր կեսօրն անցկացնել Լիլիթի հետ, ինչպես խոստացել էր։ Երբ հասավ, նա արդեն պատրաստ էր, նոր զգեստով, որը տիկին Էմման էր գնել, մազերը սանրված վարդագույն ժապավենով։ Ո՞ր ենք գնում, հարցրեց նա, ցատկոտելով հուզմունքից։ Դու ես ընտրում։ Այգի։ Արտրի կենտրոն։ Կինոթատրոն։ Լիլիթը մտածեց, դեմքը լուրջ։ Ուզում եմ գնալ պաղպաղակի սրահ։ Այն, որտեղ այն շատ գունավոր պաղպաղակն է։ Արմանը ժպտաց։ Գունավոր պաղպաղակ։ Այնքան պարզ, այնքան մանկական խնդրանք։ Մի խնդրանք, որը Լիլիթը հավանաբար երբեք անելու հնարավորություն չէր ունեցել։ Գնացին տարածքի ամենահայտնի պաղպաղակի սրահը, այն, որը լի էր խենթ համերով չափազանցված լցոններով։ Լիլիթը նայում էր ամեն ինչին լայն բացված աչքերով, կարծես կախարդական երկրում լիներ։ Պատվիրեց 3 գնդիկ տարբեր համերով, սերուցք, շաքարի փաթիլներ մի բալի հատիկ վերում։ Դանդաղ կերավ, համտեսելով յուրաքանչյուր գթալը, լիզելով շուրթերը, որ ոչինչ չկորցնի։ Արմանը նրան դիտում էր, կուրծքը սեղմված հուզմունքից։ Ինչպես կարող էր երեխան 5 տարի անցկացնել առանց սրա։ Առանց պաղպաղակի, առանց այգու, առանց պարզ բաների, որոնք յուրաքանչյուր երեխա պետք է ունենա։ Եվ քանի այլ Լիլիթներ կային այնտեղ, անտեսանելի, մոռացված, ապրելով եզրին, մինչ աշխարհն անտարբեր շարունակվում էր։ Քերի, հանկարծ ասաց նա, լուրջ։ Կարող եմ քեզ մի հարց տալ։ Կարող ես։ Ցանկացած հարց։ Ինչու դու ինձ առաջ չէիր ճանաչում։ Ինչու ես քեզ չէի տեսնում, երբ մորս էի տեսնում։ Արմանը հարցը զգաց հարվածի պես։ Դա ամենաարդար, ամենացավալի հարցն էր, որ նա կարող էր տալ։ Նա խորը շունչ քաշեց, զգուշությամբ ընտրելով բառերը։ Որովհետև ես վատ քերի էի։ Ես շատ զբաղված էի իմ աշխատանքով, բաներով, որոնք կարծում էի, թե կարող են։ Եվ մայրդ, նա ամաչում էր օգնություն խնդրել։ Կարծում էր, թե ինձ կանհանգստացնի։ Այնպես որ մենք հեռացանք իրարից։
Եվ ես ժամանակին չնկատեցի, որ կորցնում եմ ձեզ երկուսիդ։ Բայց հիմա նկատել եմ։ Եվ այլս թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա։ Լիլիթը մտածեց դրա մասին, լիզելով պաղպաղակը։ Դու այն հայրիկի պես էիր, որին ես երբեք չեմ ունեցել։ Արմանը թարթեց, զարմացած հարցից։ Ինչպես թե։ Մայրս մի անգամ ասաց, որ հայրս չի կարող ինձ հետ լինել։ Որ նա չափազանց կարոր է։ Չափազանց զբաղված։ Ես միշտ պատկերացնում էի, որ նա քո նման է։ Հարուստ, մեծ շենքերով ու գեղեցիկ մեքենաներով։ Եվ որ նա ինձ չէր ուզում, որովհետև ես կարոր չէի։ Արմանը զգաց, որ աշխարհը փլուզվում է։ Իջեցրեց իր պաղպաղակը, վերցրեց Լիլիթի փոքրիկ ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Լիլիթ, լսիր ինձ։ Դու կարոր ես։ Շատ կարոր։ Այն, ինչ տեղի է ունեցել, քո մեղքը չէր։ Մեծահասակների մեղքն էր։ Իմ մեղքն էր, մորթ մեղքն էր, օգնություն խնդրելուց վախենալու համար, հորթ մեղքն էր, վախկոտ լինելու համար։ Բայց երբեք քո մեղքը չէր։ Դու արժանի ես սիրո, արժանի ես ընտանիքի, արժանի ես այն ամեն լավ բանին, որ աշխարհը կարող է տալ։ Եվ ես կյանքիս մնացած մասը կանցկացնեմ, փորձելով փոխհատուցել կորցրած ժամանակը։ Լավ։ Նա գլխով արեց, մեծ ու լուրջ աչքերով։ Այնուհետ հարցրեց մի բան, որ Արմանը չէր սպասում։ Ես կճանաչեմ հորս։ Արմանը վարանեց։ Չէր ուզում ստել, բայց նա չգիտեր, արդյոք ժամանակն է ամեն ինչ պատմելու։ Կճանաչես։ Շուտով։ Նա ուզում է քեզ ճանաչել։ Պարզապես պատրաստվում է ամեն ինչ ճիշտ անելու։ Նա լավն է։ Արմանը մտածեց Ռոբերտի մասին, այն կոտրված մարդու, որին տեսել էր գրասենյակում ավելի վաղ։ Նա սխալներ է գործել։ Մեծ սխալներ։ Բայց կարծում եմ, նա ուզում է ուղղել։ Եվ երբ դու նրան ճանաչես, դու ինքդ կկարողանաս որոշել, ուզում ես նրան ունենալ քո կյանքում, թե ոչ։ Ես քեզ ոչնչի չեմ ստիպի։ Լիլիթը վերադարձավ պաղպաղակին, մտածկոտ։ Արմանը նրան դիտեց մի անհավանական բան նկատեց, նա ամեն ինչ ընկալում էր սարսափելի հասունությամբ։ 5 տարեկան էր, բայց արդեն սովորել էր դասեր, որոնք որոշ մեծահասակներ երբեք չեն սովորում։ Լքման, ներման, երկրորդ հնարավորությունների մասին։ Հաջորդող օրերին կյանքն ավելի կայուն առօրյա ստացավ։ Լիլիթն ամեն առավոտ գնում էր դպրոց, վերադառնում էր պատմություններով այն մասին, թե ինչ է սովորել, դասամիջոցի խաղերի, զվարճալի պատմություններ կարդացող լավ ուսուցչուհու մասին։ Տիկին Էմման ուտեստներ էր պատրաստում, որոնք Լիլիթը երբեք չէր փորձել, հին երգեր էր սովորեցնում, տալիս էր այն տատիկի քնքշությունը, որը աղջիկը երբեք չէր ունեցել։ Եվ Արմանը կյանքում առաջին անգամ աշխատանքից շուտ էր դուրս գալիս, որ ընթրիքի ժամին տանը լինի։ Տնային աշխատանքին օգնելու։ Մուլտֆիլմ դիտելու։ Պարզապես ներկա լինելու։ Ընտանիքը նույնպես սկսեց հարմարվել նոր իրականությանը։ Տիկին Գայանեն մի քանի անգամ վերադարձավ, յուրաքանչյուր այց մի փոքր ավելի քիչ լարված էր, մի փոքր ավելի անկեղծ։ Նա նվերներ էր բերում Լիլիթին, պատմում էր Անահիտի մասին, երբ նա երեխա էր, կամաց կառուցում էր այն կամուրջը, որը պետք է կառուցեր տարիներ առաջ։ Որոշ հորեղբորորդիներ, որոնք սկզբում թերահավատ էին, եկան Լիլիթին ճանաչելու հիացած հեռացան։ Անհնար էր նրան չսիրել, նրա խոսելու քաղցր ձը, ամեն ինչի մասին հարցնելու հետաքրքրասեր ձը։ Սարգիսը պաշտոնապես ազատվեց աշխատանքից, պատասխան էր տալիս միջոցների յուրացման համար։ Ռուզաննան հեռացավ, ամաչելով, բայց Արմանը գիտեր, որ մի օր պետք է նրա հետ էլ լուրջ խոսակցություն ունենա։ Պատասխանատվության, ընտանիքի, ճիշտ բան անելու մասին, նույնիսկ երբ դա անհարմար է։ Եվ հետո եկավ օրը։ Հանդիպումից մեկ շաբաթ անց Ռոբերտ Մելիքյանը խնդրեց հանդիպում կազմակերպել։ Ոչ թե սովորական սառը գրասենյակում, այլ չեզոք, հանգիստ վայրում։ Աբովյան փողոցի մի փոքրիկ սրճարանում, մայթին սեղաններով չափավոր շարժով։ Արմանը տարավ Լիլիթին, զգուշությամբ բացատրելով, թե ում հետ է ծանոթանալու։ Հիշում ես, որ ասացի, հայրդ քեզ կճանաչի։ Նա այսօր մեզ սպասում է։ Լիլիթն ամբողջ ճանապարհին լուռ էր մեքենայում։ Նյարդային, բայց ոչ սարսափած։ Արմանը բռնեց նրա ձեռքը, երբ մտան սրճարան։ Ռոբերտն արդեն այնտեղ էր։ Նստած անկյունի սեղանի մոտ, դողացող ձեռքերով հեռախոսն էր խառնում։
Երբ տեսավ Արմանին ու Լիլիթին մտնելիս, ոտքի կանգնեց։ Դեմքն այլ էր, ավելի թեթ, կարծես բեռից ազատված լիներ։ Բար, ասաց նա, ձայնը խռպոտ դուրս եկավ։ Բար, պատասխանեց Արմանը։ Լիլիթ, սա Ռոբերտն է։ Հայրդ։ Լիլիթը նայեց նրան, ուսումնասիրելով։ Ռոբերտը կրացավ, նրա հասակին հավասարվեց։ Բար, Լիլիթ։ Ես հայրդ եմ։ Եվ ես շատ եմ ցավում։ Ցավում եմ, որ առաջ այստեղ չեմ եղել։ Որ քեզ չեմ ճանաչել, որ քեզ ու մորթ մենակ եմ թողել։ Ես սխալվել եմ։ Շատ։ Եվ գիտեմ, որ ներողությունը բավարար չէ։ Բայց ես ուզում եմ փորձել։ Ուզում եմ իսկական հայր լինել, եթե դու թույլ տաս։ Լիլիթը շարունակում էր նայել նրան, առանց խոսելու։ Արմանը լարվեց, պատրաստ միջամտելու, եթե նա վախենար։ Բայց հետո նա ասաց մի պարզ ու կործանարար բան. Դու տխուր տեսք ունես։ Ռոբերտը թարթեց, զարմացած։ Ես տխուր եմ։ Շատ տխուր։ Այն ամենի համար, ինչ կորցրել եմ։ Այն ամենի համար, ինչ դու ես կորցրել։ Մայրս էլ էր տխրում։ Նա գիշերները լաց էր լինում, կարծելով, թե ես քնած եմ։ Եվ ես ուզում էի ուղղել, բայց շատ փոքր էի։ Ռոբերտը զգաց, որ արցունքներն անվերահսկելի թափվում են։ Այստեղ իր դուստրն էր, 5 տարեկան մի աղջիկ, որին նա լքել էր, նա խղճում էր իրեն։ Նա ավելի շատ կարեկցանք էր ցուցաբերում, քան ինքը երբեք ցուցաբերել էր նրա հանդեպ։ Դու կուզես ինձ հետ նստել։ Հյութ խմել։ Ես շատ կուզենայի քեզ ավելի լավ ճանաչել։ Լիլիթը նայեց Արմանին։ Նա գլխով արեց։ Նա այնուհետ նստեց, թողնելով, որ Ռոբերտը աթոռը քաշի իր համար։ Արմանը նստեց կողքի սեղանի մոտ, բավականաչափ մոտ, որ անհրաժեշտության դեպքում միջամտի, բավականաչափ հեռու, որ տարածք տա։ Մի ժամ շարունակ Ռոբերտն ու Լիլիթը խոսեցին։ Սկզբում անհարմար էր, լի անհարմար դադարներով։ Բայց կամաց Ռոբերտը սկսեց ճիշտ հարցեր տալ։ Դպրոցի, ընկերների, նրա սիրած բաների մասին։ Եվ Լիլիթը, զգուշավոր, բայց հետաքրքրասեր, պատասխանում էր։ Պատմեց գունավոր պաղպաղակի, տիկին Էմմայի, իր պատրաստած շոկոլադե երշիկի մասին։ Երբ խոսակցությունն ավարտվեց, Ռոբերտն այլ էր։ Ավելի մարդկային, ավելի իրական։ Նա զգուշությամբ հրաժեշտ տվեց Լիլիթին, խոստանալով, որ կվերադառնա, որ ներկա կլինի։ Այն բանից հետո, երբ Լիլիթը տիկին Էմմայի հետ գնաց կողքի գրախանութից գիրք գնելու, Ռոբերտը մնաց Արմանի հետ։ Ես պատմեցի կնոջս, ասաց նա։ Դա իմ կյանքի ամենադժվար խոսակցությունն էր։ Նա կործանված է, բարկացած, վիրավորված։ Բայց ամուսնալուծություն չխնդրեց։ Ասաց, որ ժամանակի կարիք ունի։ Երեխաներիս էլ պատմեցի։ Նրանք շփոթված են, բայց լավ տղաներ են։ Ի վերջո կընդունեն Լիլիթին։ Իսկ դու… Ինչպե՞ս ես։ Ռոբերտը հոգոց հանեց։ Ես ինձ ազատ եմ զգում։ 5 տարվա մեջ առաջին անգամ այս բեռը չեմ կրում։ Գիտեմ, որ դա չի փոխում այն, ինչ արել եմ։ Գիտեմ, որ չի ջնջում տառապանքը։ Բայց գոնե հիմա կարող եմ հայելու մեջ նայել։ Դու պետք է ապացուցես, ասաց Արմանը։ Դա միայն թուղթ ստորագրելու մասին չէ։ Ներկա լինելու մասին է։ Ծննդյան օրերին, դպրոցական միջոցառումներին, սովորական օրերին։ Վստահություն կառուցելու մասին է։ Եվ դա երկար կտի։ Գուցե տարիներ։ Գուցե նա քեզ երբեք լիովին չների։ Բայց դու պետք է փորձես։ Կփորձեմ, խոստացավ Ռոբերտը։ Ես նրան նորից չեմ լքի։ Երբեք։ Հաջորդող ամիսները դանդաղ, բայց կայուն բուժման ամիսներ էին։ Լիլիթը սկսեց Արմանին իսկական քեռի անվանել, այն մտերմության ու ջերմության տոնով։ Ռոբերտը հայտնվում էր ամեն շաբաթ, միշտ ճիշտ ժամանակին, միշտ մի փոքր բան բերելով, միշտ փորձելով։ Եվ Լիլիթը, կամաց, նրա համար տեղ էր բացում։ Ոչ թե որպես այն հայր, որը պետք է լիներ ի սկզբանե, այլ որպես այն հայր, որը փորձում էր լինել հիմա։ Դպրոցը դարձավ նրա կյանքի կարևոր մասը։ Լիլիթը բացահայտեց, որ սիրում է նկարել, որ լավ է պատմություններ պատմում, որ ծիծաղեցնում է դասընկերներին։ Ուսուցչուհին Արմանին ասաց, որ նա հսկայական ներուժ ունի, որ պարզապես աջակցության ու խթանման կարիք ունի։
Եվ Արմանը դա առատորեն տվեց, նրան գրանցելով արվեստի դասերի, նյութեր գնելով, նրա յուրաքանչյուր նկարը սառնարանին կախելով, կարծես թանգարանային գործ լիներ։ Տիկին Գայանեն մշտական ներկայություն դարձավ, ամեն երեքշաբթի հայտնվելով, Լիլիթին դպրոցից վերցնելու խորտիկի տանելու։ Նրանք երկուսով հատուկ կապ զարգացրին, տատիկի ու թոռնուհու, լի այն սիրով, որը գալիս է նրանց իմաստությունից, ովքեր արդեն սխալվել ու սովորել են։ Եվ Անահիտը, որը հեռացել էր, թողնելով այնքան չլուծված բաներ, այժմ ապրում էր այն պատմությունների միջոցով, որոնք նրանք պատմում էին Լիլիթին։ Այն մասին, թե որքան զվարճալի, համառ, խիզախ էր նա։ Այն մասին, թե ինչպես էր սիրում դստերը այն ամենով, ինչ ուներ, նույնիսկ երբ այդքան քիչ բան ուներ։ Լիլիթը կմեծանար, իմանալով, որ մայրը նրան չի լքել։ Որ մայրը պայքարել է մինչ այլս չի կարողացել։ Եվ որ նրան թողել է ձեռքերում, որոնք, չնայած ուշացել էին, վերջապես նրան ճիշտ էին բռնում։ Մի արոտ կիրակի, այն մռայլ հոգեհանգստից 6 ամիս անց, Արմանը ընտանեկան ճաշկերույթ կազմակերպեց։ Տիկին Գայանեն, Ռոբերտն ու նրա երեխաները, որոշ հորեղբորորդիներ, տիկին Էմման։ Մարդկանց ծիծաղի, առատ ուտելիքի հաճելի խառնաշփոթ։ Լիլիթն ամեն ինչի կենտրոնում էր, խաղում էր նոր ծանոթացած խորտ եղբայրների հետ, վազվզում սենյակով, վերջապես երեխա լինելով։ Արմանը նրան հեռվից դիտում էր, ձեռքին մի բաժակ հյութ։ Արթուրը մոտեցավ, հենվելով դռան շրջանակին։ Դու հասար քո նպատակին, ասաց նա։ Կարողացար նրան ընտանիք տալ։ Ոչ, ուղղեց Արմանը։ Նա մեզ ընտանիք տվեց։ Նա մեզ սովորեցրեց, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ դա ճիշտ էր։ Լիլիթը եկել էր որպես ցավալի բացահայտում, թաքցված ամոթ, լուծման ենթակա խնդիր։ Բայց դարձել էր այն կենտրոնը, որը բոլորին միասին էր պահում։ Դարձել էր այն պատճառը, որ հպարտ մարդիկ սովորեին խոնարհություն, եսասեր մարդիկ սովորեին առատաձեռնություն, զբաղված մարդիկ սովորեին ներկայություն։ Լիլիթը վազեց դեպի Արմանը, շնչակտուր այնքան խաղալուց։ Քերի, տեսա՞ր։ Ես խաղում հաղթեցի։ Տեսա, այո։ Դու իսկապես լավն ես։ Նա ժպտաց, այն լայն ու անկեղծ ժպիտը, որն այժմ հաճախ էր հայտնվում։ Գիտես ինչ էի մտածում։ Երբ մեծանամ, ուզում եմ քո նման լինել։ Ես էլ եմ ուզում շենքեր կառուցել։ Արմանը զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Ոչ թե տխրությունից, այլ հպարտությունից։ Դու ինձնից լավը կլինես։ Շատ ավելի լավը։ Եվ ես այստեղ կլինեմ տեսնելու։ Նա գրկեց նրան վերադարձավ խաղին։ Արմանը մնաց այնտեղ, նայելով այդ քաոսային ու գեղեցիկ տեսարանին, անկատար, բայց իսկական ընտանիքի։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ հենց այնտեղ է, որտեղ պետք է լիներ։ Գիշերը, երբ բոլորը գնացին, Լիլիթը քնած էր, Արմանը մտավ նրա սենյակ։ Կանգնեց դռան մոտ, դիտելով։ Նա քնած էր, գրկած արջուկը, դեմքը խաղաղ, առանց մղձավանջների։ Կողքի սեղանին նոր լուսանկար կար, Լիլիթը, Արմանը, տիկին Էմման, բոլորը ժպտում էին տեսախցիկին։ Մի ընտանիք, որը կառուցվել էր ոչ թե արյունով, այլ ընտրությամբ։ Ներկա լինելու, սիրելու, պաշտպանելու ամենօրյա որոշմամբ։ Արմանը մոտեցավ, ուղղեց նրա վրայի վերմակը, զգուշությամբ համբուրեց ճակատը, որ չարթնացնի։ Եվ շշնջաց, ինչպես անում էր ամեն գիշեր, երբ նա եկել էր։ Բարի գիշեր, փոքրիկ։ Դու անվտանգ ես։ Դու սիրված ես։ Եվ դու միշտ այստեղ տուն կունենաս։ Լիլիթը մի փոքր շարժվեց, անհասկանալի մի բան մրմնջաց, նորից քնեց։ Եվ Արմանը դուրս եկավ սենյակից լի սրտով, իմանալով, որ վերջապես կարողացել է անել այն, ինչ քույրը խնդրել էր նամակում։ Նա Լիլիթին տվել էր այն, ինչին նա միշտ արժանի էր, ընտանիք։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լիլիթի Արմանի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս քավության ընտանիքի երկրորդ հնարավորությունների ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հիշեցնում մեզ, որ երբեք ուշ չէ ճիշտ բան անելու համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։